Սիչետանյուսիկ Շահամրիկա, բակտերիոմոտակուր, մենք ուսումնասիրում ենք ձեզ հետ հոգևոր կյանքի սկզբունքները և ինչպես տեսանք սկզբում բակտերիոմոտակուրը ինքը մեզ հետ քննարկեց ընդհանուր առմամբ, հա, ինչպես է ասենք կառուցված նյութական աշխարհը, ովքեր են կենդանիները, գերագույն աստծո ազնվորության մասին ինչ-որ ճշմարտություններ, այսինքն մարդը ինքը ինչ-որ մի հատ պատճառ պիտի ունենա, չէ՞, որ մտնի հոգևոր կյանքի մեջ։ Ու այդ պատճառներից ամենակարևորը դա նա է, որ ինքը պիտի հասկանա երկու բան, հիմնական երկու բանը, որ ինքը այս մարմինը չի, ու որ կա Աստված։ Որովհետև նյութական աշխարհում շատ կան զարգացած բանականություն ունեցող կենդանիներ, որոնք իրանք այդ հարցադրումն են տալիս իրանց, թե ընդհանրապես այս կյանքը ինչ է, որտեղից է առաջացել, ես ով եմ, ես որտեղից առաջացա, ինչու առաջացա այս այնպիսի դա, ինչպիսի դա, որ ես կամ, չէ՞։ Ասենք, այսինքն փիլիսոփայական հարցեր են առաջանում։ Կան մարդիկ, որոնք իրանք շատ լավ հիշում են, որ իրանք ամենափոքր տարիքից այդ հարցերը իրանց գլխի մեջ ունեցել են, հա, ու այդ իմաստով հարցադրումն է բանանում, մենք հետագայում Բhagavad Gita-ով արդեն կար, ճիշտ եմ հիշում, տեսանք, որ Տեր Կրիշնան ինքը ասեց 4 տիպի մարդիկ են դիմում ինձ, չէ, եւ առաջինը էդի տառապանքն է, նրանք ովքեր տառապում են, նրանք ովքեր ուզում են իր ավելացնեն իրենց բարեկեցությունը կամ արդեն ունեցած բարեկեցությունը պահպանեն, նրանք ովքեր հետաքրքրասեր են, հա, եւ նրանք ովքեր ճշմարտությամբ են հետաքրքիր։ Ու առաջինը մենք հասկացանք, որ կենդանիակը ինքը, այսինքն ինչից է կենդանիակը դառնում փիլիսոփա, այստեղ է դա հարցը, չէ՞, եւ որ ինքը սկսում է այդ հարցերը տալ, առաջի հերթին դա այն հարցն է, ինչ եմ ես տառապում։ Ինչու, որովհետև ամեն մի կյանքում, չէ, որովհետև ազնվորությունը ինքը պատասխան է տալիս իր անցյալ կյանքերի գործածների համար, միշտ չի, որ իր համար ակնհայտ է, թե իր տառապանքը որտեղից առաջացավ։ Ու ասենք կա երկու հարց. За что? Այդ ինչի համար է ինքը չպատասխանում է, за что, ոչ թե почему, այլ за что։ Չէ, մարդը ինքը այդ հարցն է տալիս, երբ որ տառապանք է գալիս, ու երկրորդ հարցերի տեղը ինչու հենց ես։ Չէ, ինչու հենց ես։ Այսինքն ոնց եթե Աստված կա, ինքը ոնց ընտրեց, էլի, որ հենց ես պիտի ծնվեմ հիվանդ, կամ հենց ես պիտի ծնվեմ աղքատ, հա, կամ հենց ես պիտի ծնվեմ տգեղ, եւ այլն, չէ, ամեն տեսակի տառապանք, իսկ կենդանիակը ինքը իր կյանքի մեջ, արիացիներն ասում են, կենդանիակը ինքը իր կյանքի մեջ հաջողակ է լինում, երբ որ ինքը բանը 6 արժանիքի մեջ հաջողություններ ունի, առողջություն, գեղեցկություն, հարստություն, գիտելիք, փառք, ուրեմն ուժ եւ անկախություն։ Այդ ինքը այս 6 արժանիքների մեջ ձեռքբերումներ ունի, ինքը սովորաբար ապրում է երջանիկ ապահով կյանքով, չէ՞։ Եվ երբ որ կենդանիակը ինքը այդտեղ ինչ-որ բաց լողումներ ունի, այսինքն ծնվում է հիվանդ տգեղ, աղքատ, թույլ, անգրագետ, խայտարակված, չգիտեմ, բան, ասենք, աղքատ, հա, եւ բան, ստրկացած, այսինքն կախվածության մեջ, չէ՞, դա էլի դառնում է իր տառապանքների արդյունքը։ Հիմա, եթե ինքը այդ ստանում է ի ծնե, չէ, օրինակ ասենք, եթե դա ինչ-որ կյանքի ընթացքում է առաջանում, դե հոգեբանները ինչ-որ այսպես խորամանկություն են անելով կարողանում են իրեն ապացուցել, որ ինչ-որ այս էս արել, դրա համար չգիտեմ ինչ էս արել, բան, ինչի համար, որտեղ մենք ամեն պիտի հասկանանք, որ ասենք գիտնական, շատ հաճախ, չէ, գիտնականներն էլ իրանք սովորական մարդիկ են, չէ, իրանք էլ ունեն պայմանավորված վիճակ,
ու դա նշանակում է, որ այդ պայմանավորված վիճակի հետ կապված իրանք էլ ունեն իրանց հոգեբանությունը, ունեն իրանց գիտակցության վրա հակած իրանց ակնոցը, որի գույնի մեջով ամեն ինչին նայում են, ունեն շատ հաճախ այն խնդիրները, որոնք իրանք պետք է լուծեն, որոնց դիմաց վարձատրվում են, եւ այլն եւ այլն, չէ՞, ասկրետ, երբ որ մենք ասում ենք գիտնական, դա դեռ չի նշանակում, որ մենք գործ ունենք 100%-անի անկեղծ մարդու հետ, որի եւ նպատակներն ամաքուր եւ չգիտեմ ինչ, հատկապես երբ որ խոսքը գնում է այնպիսի բարդ թեմայի շուրջ, ինչպեսին է մարդկային հոգեբանությունը, չէ՞, եւ մենք հասկանում ենք, չէ՞, որ այդ նույն գիտականներն են, չէ՞, որ մանիպուլյացիայի տեխնոլոգիաներն են բան զարգացրել, չէ՞, գիպնոսի տեխնոլոգիաներն են զարգացրել, չգիտեմ, հիմա արդեն տեխնիկապես են զարգացրել, թե ինչպես կարելի է մարդու գիտակցության վրա ազդել եւ էներգետիկ դաշտով եւ գաղափարական եւ այսինչ եւ ինչ չէ։ Այսինքն մենք հասկանում ենք, որ այդ բոլոր ինստրումենտները, որը գիտնականներն իրանք հորինում են, միշտ չի, չէ, որ ամենալավ նպատակներով են բանալվում, էլի։ Դրա համար ասենք, երբ որ ինչ-որ գաղափարներ են առաջ քաշվում կյանքի իմաստի կամ բանի մասին, մենք հասկանում ենք, որ օրինակ հոգեբանությունը ինքը հիմնականում գնում է այն բանով, որ ցանկացած բան, որ քո դուրս չի գալի, մանարի քո մեջ։ Արտաքին աշխարհը դա քո ներքին աշխարհի արտացոլանքն է։ Հա, մենք դա քննարկել ենք, չէ՞, արդեն մի անգամ, որ ասենք դա արիացիների կողմից այդ գաղափարը չի ընդունվում։ Որովհետև իրանք ասում են գոյություն ունի երկու տեսակ տառապանք։ Այո, անշուշտ առաջի տառապանքը այդ է, որ դու ինքդ ես քո սարքել։ Այդ ինը որ հակո մեջ կարող է ինչ-որ քոք լինի, թե արտաքին աշխարհն ինքն ինչպեսին է։ Բայց երկրորդ գաղափարը այդ է, որ երկրորդ տեսակի տառապանք, եթե այն տառապանքն է, որ քեզ ուրիշ կենդանիակն է պատճառում։ Հիմա ասես, եթե իրանց լեզվով ասեմ, համապատասխան իրակարծինքայի։ Հասկանում եք, դա ինչ ինչքան է հաճճվում։ Բայց հիմա ովքեր են, որ անպայման տանում են մեզ այնտեղ, որ մենք միշտ մտածենք, որ ինչ բան, որ մեր հետ եղավ, մենք պիտի բան անենք, մեր մեջ փնտրենք։ Այլ որ մեզ գաղափար են ասում։ Մտի քո մեջ իրանների քեզ մեղավոր ճանաչի։ Եթե ով ասում, ով կարող է այդպես բան ասի։ Այն ազնվորությունը, ով հենց վատ բաներ անել գիտի ու ուզում է պատիժ մնա։ Շատ բարձր է, չէ՞։ Ինքնական մասը ջրի վրա դրած է, երբ որ գաղափարը առաջ քաշվում, ինքս այդ ջրի վրա դրած է, թե այդ գաղափարը ով կարող է առաջ քաշել։ Չէ՞, դրա համար այդ գաղափարի մեջ արդարություն չկա, որտեղ երբ որ մենք ասում ենք բազմազանություն դա միշտ նշանակում է երկու հոգի։ Հիմա եթե նույնիսկ մենք հենվենք նրա վրա ինչ-որ հոգեբաններն են ասում, չէ, որ երկուսն էլ ունեն իրանց կարծինքը։ Այ հիմա երբ որ ես տառապանք ստացա, դա իմ կարծինքն էր, թե դիմացինիս։ Ինչ է իրականացվեց, իմ կարծինքն, ես էի ուզում, որ դժբախտ լինեմ, թե դիմացինս։ Չի ինում, չէ, մենակ ինձ վեղադրել է։ Հասկանում եք։ Դրա համար արիացիներն իրանք ասում են, այո, 3 տիպի տառապանքներ կան, դա մեկը նա է, որ դու ինքդ ես քեզ տառապացնում եւ դա միշտ տեղի է ունենում տգիտության հիմքի վրա։ Երկրորդը դա նա է, որ քեզ ուրիշ կենդանիակներ են տառապացնում եւ դա լինում է միշտ կամ սենց էլի սուր էգոիզմի հիմքի վրա կամ նախանձի, հա։ Եվ երբ որ քեզ տառապանք է պատճառում բնությունը։ Չէ, այսինքն այդտեղ արտետի քո ճակատագիրն է։ Այնտեղ կաս դու կա կենդանիակը գերագույն աստվածավորությունը ինքը պատասխանատվություն չի կրում, չէ։ Հիմա տեսեք, եւ այբ որ այդ տառապանքը գալիս է, կենդանիակը ինքը քոքը չգիտի, չի հասկանում շատ հաճախ, չէ, տառապանքը ինչի եկավ։ Հա, ու այդ եւ հենց որ տառապանքը գալի, կենդանիակը սկսում է փիլիսոփայել։ Դրա համար Պրոպադի որ ընտանիքի մեջ այդքան էլ բավարարված չէր, որտեղ իր կինը նվիրալ չէր, հա, ինքը մի օր իր հորը մոտենում է, ասում է կարելի է երկրորդ անգամ ամուսնանալ, ուզում է նվիրալ կնոջ հետ ամուսնանալ, որ իրար հետ ծառայեն, էլի։ Հայրը ասում է չի, ասում է բավարարվի։ Եթե քեզ տրված ընտրել լավ կին, դու կլինեիր երջանիկ, բայց եթե տրված չի, դու փիլիսոփա ես դառնալու։ Հանգիստ կամ ապրի ու զարգացրու
բանա փիլիսոփայություն։ Ուզում եմ ասեմ, որ կենթանիակը ինքը առաջի հերթին զրոկետն եք նայում, էլի գալիս է հոգևոր կյանք տառապանքից։ Սա գերագույն ազնվություն ինքը նշում է որպես առաջի բան։ Այսինքն տառապանքն է կենթանիակի ստիպում, որ ինքը սկսի մտածել։ Ինչու՞, որտեղ կենթանիակը ինքը հոգին, ինքը ստեղծված է երանության համար Աստծո կողմից։ Հասկանում եք։ Ու երբ որ ինքը երջանկություն է ստանում, արդեն կապ չունի նյութական, հոգևոր, вообще կապ չունի։ Հենց որ ինքը ինչ-որ մի բանը կարողանում է վայելի, չէ՞։ Ну, ուսանեն իսկ ասի իմունիդա ֆիլոսոֆի, չէ՞։ Ինքը տեղ արդեն ընդհանրապես իր համար մեկ է, թե իսի որտեղից եկավ, թե ինքը դրան արժանի էր։ Տեսել եք տենց մարդ, որ ինքը sense նստած մտածում ասում է ես ես երջանկությանը արժանի եմ, թե ոչ, չէ, արժանի չեմ, անհրաժարվել ես ինչ, աստվածի չի ինձ ես երջանկությունը տվեց, այս բան եք տեսել, որ մարդը հարց տա, չէ, դա դաժե, որտեղ մարդիկ կան, որ իրանք վատ մարդիկ են, չէ, ինքը իրա մեջ մարդը գիտի ինքը ով է, չէ, հասկանում եք, ասեք մարդ կա, որ ինքը վատ մարդ է, բայց իրան ասեք մեկ էլ հաջողություն է գալիս, հա, ունակ ասեք, եթե ամեն ինչը ազնիվ է, ինքը պիտի նստեր, ասեր Աստված ջան, ես ինձ չի տվեցիր, կարաս այդպես տես, ես սրան արժանի չէի։ Տենց հարց ոչ մեկ չի տալիս, չէ՞, բայց հենց տառապ, որտեղ դա հոգու բնությունն է, հոգու հոգեբանությունն է այդտեղ խաղում։ Հոգին ինքը գիտի, որ ինքը երջանկության համար է ստեղծված։ Ու դրա համար իր համար օտար բանը, էդի տառապանքն է։ Ու ինքը միանգամից այդ հարցադրումն է տալիս։ Ինչի համար, за что։ Հասկացաք, չէ՞։ Այսինքն այդ որ за что, ինքը որպեսզի այդ за что-ն հասկանա, ինքը պետք է առաջի հերթին ինչ-որ թեմաներ իր համար բարձաբանի, հա? Ու այդ է դա ճշմարտությունը Աստծո մասին, ճշմարտությունը հոգու մասին, նյութական աշխարհի այդ կառուցվածքը, բանը, вообще ամեն ինչը ոնց է արարվել, ինչ է եղել, ինչի համար եղել, երբ որ ինքը այդ ամեն ինչը հասկանում է, չէ՞, դա վերջնականում ինքը արտահայտվում է մի նախադասությունով։ Կենթանիակը ինքը հասկանում է, որ ինքը Աստծո մասնիկն է, հա, ու որ պիտի կատարի իր կամքը։ Էտա իր երջանկության մանալին։ Հիմա տեսեք, երբ որ կենթանիակը ինքը կեղծ ես ունի, այսինքն կեղծ ես էդի որն է, ես ինքս եմ ուզում որոշեմ բան, կեղծ ես էդի անկախության ցանկությունն է, էլի, չէ՞։ Հիմա այն նյութական աշխարհում բոլորս ուզում ենք անկախ լինենք։ Այ երբ որ այդ անկախությունն ենք ուզում, հասկանում եք, ինքը ոնց է այդ ամեն ինչը դրսևորվում։ Ինքը դրսևորվում է տենց, որ ասենք ազնվորությունը ինքը հենց որ իրան ասում ես դու Աստծո մասնիկն ես, իր կամքը կատարես, չէ՞։ Ինքը միանգամից իր մեջ տենց է պատկերացնում, էլի, որ դու ուրիշի կամքը կատարել է, դա միշտ նշանակում է, որ ես դժբախտանալու եմ։ Հա? Ու շատ կարևոր է, որ մենք հասկանանք, էլի, որ Աստված ինքը մեր ընկերն է, որ ինքը մենք իր անբաժանելի մասնիկներն ենք, ինքը բոլորի երջանկությունն է ուզում, եւ երբ որ մենք ասում ենք իր կամքը կատարի, ասում ենք կակրած նրա համար, որ երբ որ ինքն է մեզ տենց ասում, ասում է իմ կամքը կատարի, ինքը այդ ասում է մենակ նրա համար, որ երջանիկ լինենք։ Հասկանում եք, չէ՞։ Հիմա ուրեմն այդ ամբողջ բաները մենք դες այդ արդեն նայել ենք։ Երբ որ ազնվորությունը ինքը դա հասկացավ, հիմա ինքը իր մասին հասկացավ, որ ինքը իլյուզիայի մեջ է։ Այսինքն որ ինքը հավեր շոկի է, բայց մտածում է, որ այս մարմինն է։ Չէ՞։ Ու դա իրականում ասեք տես չի, էլի, այդ ամեն ինչը չի կարելի մեխանիկորեն անել։ Ինչ է նշանակում հոգևոր կյանք։ Հոգևոր կյանքը դա ինչ է, իսկոտնի, որ այդ 0 կետ պիտի լինի, չէ՞ որից ես արդեն սկսում եմ առաջ գնալ։ Այս 0 կետը, այ դա է, որ ես այ ընկալում եմ, որ գոյություն ունի միայն այս աշխարհը, որ ես մի անգամ ծնվում եմ ու մահանում եմ։ Ես մենակ երբ փորձ ունեմ, մենակ դա եմ տեսել։ Եկել հայտնվում են ինչ-որ գրքեր, ինչ-որ մարդիկ, որ գալիս են, ասում են դու գիտես, դու իլյուզիայի մեջ ես։ Հիմա մի անգամից բանականություն ունեցող մարդը ինքը մի անգամից ընդդիմանում է, չէ՞, որ ասեք միակ ռեալությունը է սա։ Այ հետաքրքիր է, էդ ինչ գլուխ եք ուզում լվանալ, էդ ինչ սուտ եք ուզում իմ գլխի վրա սարքեք,
որպեսզի ինձ ինչի մեջ ներգրավեք, որովհետև հենց որ մեր կյանք մտնում են ծառայության գաղափարով, չէ՞, դա ի՞նչ արժանանում, որ մենք վտանգի մեջ ենք, չէ՞, որ ինչ որ մեկը, օրինակ ասենք ենթադրենք, նա որ ինքը գալիս է եւ այդ գաղափարը առաջակաշում, ինքը վատ մտադրություններ ունի։ Եթե իրան հաջողվում է, որ ինքը ինձ ներշնչի, որ ես ծառա եմ, երկրորդ քայլով ես ում ծառան եմ դառնում, մարդու, իհարկե ոչ, հենց այդ մարդու, չէ։ Ուրեմն այդ դրա համար դա շատ կարևոր կետ է։ Հասկանում եք, որ եթե մենք գործ ունենք մաքուր նվիրյալի հետ, մաքուր նվիրյալը ինքը, ոնց ասեմ, ինքը բացատրում է այդ ամեն ինչը, ուղղակի քաշվում։ Դու իրան ոչ միտեղ քո կյանքում չես տեսնի որպես քո կյանքի ղեկավար։ Հա, դու իր հետ շփվում ես մենակ տեց, որ ինքը քեզ փոխանցում է գիտելիք։ Դու էլ անում ես ինչ որ Բhagavad Gita-ն, թե Շրի Կրիշնան ասում, ծառայում ես կամ իր գիտելիքին, կամ իր մարմնին։ Ու всё։ Ինքը քեզ ոչ մի այնց բանի մեջ չի, ինքը քո կյանքը թավրապես չի խցկվում, չի փորձում ընդեղ ղեկավարի, այդ է, չի փորձում քեզ դարձնի իր ծառա։ Վերջացի, անձամբ իրա։ Հա, ինքը քեզ բացատրում է քո Աստծո կապը ու հետ է քաշվում, որպեսզի դու կարողանաս այդ ճանապարհն անցնես ու այդ կապը վերականգնես, չէ՞։ Այսինքն մենք միշտ պետք է զգոնությունը չկորցնենք, թե ում հետ գործ ունենք ու ասենք ինչի մեջ ենք հայտնվելու, եթե ենթարկվում ենք այդ ամեն ինչին, որտեղ այդ խոսքերը իրանք ինչքան որ հոգևոր իմաստով լուսավոր են ու երանություն պատճառող, նյութական իմաստով իրանք շատ վտանգավոր խոսքեր են, համաձայն եք, շատ վտանգավոր խոսքեր են, զգոնությունը երբեք չի կարելի կորցնել։ Հիմա ուրեմն այ հոգևոր գիտելիքը ինքը գալիս է այդ ասում, որ դու ստեղ ինչ-որ սխալ իրավիճակի մեջ ես, չէ՞։ Ու սա շատ կարևոր է, դրա համար Բhagavad Gita-ն դրա համար է, որ ամենասկզբում հոգևոր մարդը ինքը պետք է ուսումնասիրի փիլիսոփայությունը հոգևոր։ Հասկանում եք, ինքը պիտի մեր մոտ դա Բhagavad Gita-ն է, արիացիների մոտ դա Բhagavad Gita-ն է, որտեղ Շրի Կրիշնան ինքը մանրամաս է, այսինքն առաջի հերթին ազնվորությունը ինքը պետք է ասես քրքրի Բhagavad Gita-ի առաջի 6 գլուխները։ Հետո որ ես ընդեի, ճիշտ ասած, կասեի վերջի 6-ը, հետո կփագեի այն մեջտեղի 6-ով։ Բայց Շրի Կրիշնան ինքը ուրիշ ձև է որոշել, ու ինքը այն ամենագլխավոր գիտելիքը իր մասին ասել է մեջտեղում։ Դա չի կարևորել, ուզում այդ երկու մասերը, չէ, իրանք ահավոր կարևոր են։ Այսինքն, երբ որ դու հասկանում ես ճշմարտությունները Աստծո մասին, հասկանում ես ճշմարտությունները քո մասին, հետո գնում ես, հասկանում ես, թե նյութական աշխարհը ինչ օրենքներով է գործում, ինչ դեպի կառուցվածք ունի, ընդհանրապես ինչի մասն է այդտեղ խոսում, չէ՞, սա մենք բաղավատամով շատ հետաքրքիր թեմաների մեջ ենք մտնելու առաջագործության հետ կապված, չէ՞։ Այսինքն ելակետը ինքը դա է, որ ես պիտի հասկանամ, որ ես մարմինի չեմ, եւ ես հիմա իմ ժամանակավոր ինչ որ աշխարհում եմ իմ համար, եւ կա ինչ որ մի հատ հավերժ աշխարհ, որտեղ ապրում է Աստված, ես պիտի հասկանամ, որ Աստված կա, ոչ թե հավատամ, ես միշտ շեշտելու եմ, որ երբեք արիացիների գրականության մեջ ոչ մի տեղ դուք չեք հանդիպի հավատացյալ բառը։ Հա? Ամեն ինչը պիտի հասկանաս, առաջի հերթին պիտի հասկանաս, հա, որ մինիմալ հասկացողությունը, Աստված չի կարող չլինի։ Այդ որ հասկացար, արդեն ճիշտ ինչ-որ հասկացողության վրա ես հոգևորի համար, չէ՞։ Ուրեմն առաջի հերթին ազնվորությունը, որպեսզի արդեն անցնի հոգևոր պրակտիկային, ինքը պետք է շատ լուրջ լսի հոգևոր փիլիսոփայությունը։ Հոգևոր փիլիսոփայությունը, որպեսզի ինքը հասկացողության հիմքի վրա մտնի այդ դաշտը։ Ինքը շատ կարևոր է, չէ՞։ Բայց հիմա տեսեք, այստեղ միանգամից այդ հարցն է, չէ՞, առաջանում, որ որտեղ մենք հիմա արդեն մտել ենք սաթանաբակցի բանի մեջ, ասեք գլխի մեջ, հա, եւ այդտեղ ինքը շատ կարևոր հարց է առաջանում, չէ՞, որ ասենք մարդիկ իրանք հատկապես աստվածամերժության դարաշրջանում մարդիկ իրանք շատ տարբեր են, չէ՞։ Եվ հոգևոր կյանքը ինքը օրինակ տեսեք, երբ որ գործում էր արական քաղաքակրթությունը, չէ՞, այդ ամեն ինչը ինքը ուրիշ կառուցվածք ուներ։
հոգևոր դաշտը կա հոգևոր պետություն, այսինքն հոգևոր հասարակություն։ Եվ այդ հասարակությունը ինքը բաժանված էր բաների, էլի գրադացիաների, թե համապատասխան կենդանեակի հոգևոր զարգացման աստիճանի, ինքը հասարակության այդ հոգևոր ճանապարհի որ նիշան պիտի գրավի, ինքը որտեղ պիտի ներգրաված լինի, չէ՞։ Դա որոշում էին բրահմանները, այսինքն հոգևորականները։ Չկա այդպիսի պատմություն արիացիների բոլոր գրվածքների մեջ, որ բրահմանները գոնե մի անգամ սխալվել են։ Այս ոչ որ մեկին ասել այ քո բնությունը ինքը սա է, դու պիտի լինես այստեղ, ու այդ կենդանեակը ինքը դրա հետևանքով դժբախտանա։ Դե սխալը նշանակում է դժբախտացրեցի։ Չէ՞։ Այդպիսի բան չի եղել, հասկանում եք, չէ՞։ Եվ ասենք, ոնց էր բաժանվում, չէ՞։ Կենդանեակը ինքը ծնվում էր, իր քարտեզի մի հատ հանում էին, ամեն ինչը ձեռք որ ամեն ինչը նայում էին, ամենաառաջի բանը որ պիտի որոշեին դա նա էր, ինչքան է ինքը կապված գրական վայելքին։ Այսինքն ինչքան ինքը հակում ունի դեպի էգոիստական վայելք։ Դրանով որոշում էր։ Եթե ինքը գյուտական աշխարհը վայելելու հակում ունի, թեկուզ եւ կրոնական միջոցներով, չէ՞։ Ինքը գնում էր, всё, դեսի գնաց հասարակական կյանքով ապրելու։ Ամուսնացի, երեխա ունեցի, վայելի, կին, երեխա, չգիտեմ, աշխատանք, էսեն, քո կյանքը սիրուն ապրի, չէ՞։ Հիմա կային նրանք, ովքեր բնականից փիլիսոփա էին։ Նրանց ոչ մեկ չէր ասում, այ բալիկս խեք քաղաքի, ամենակարևորը դա ամուսնանալն է, բան, ոչ, բոլորը հասկանում էին, սա ավելի բարձր մակարդակի ազնվորություն է, իրան բաց էին թողնում փիլիսոփաների մեջ։ Ինքը գնում էր իմաստունների խաղը, գնում էր անտառներ, այնտեղ նստում էին, իր հետ փիլիսոփայում էին, խոսում էին, իսի մեզ այնանում են, հասկացաք։ Ուտե դա դալը։ Ով որ արդեն մեդիտացիայի ունակություն ուներ, այսինքն բացարձակ հրաժարման մեջ հաստատված էր, որտեղ փիլիսոփա են դառնում նրանք, ովքեր ինքը կարող է հլտեց ուժեղ կենտրոնացման բան չունի, հա, բայց ինքը մի հատ բան է հասկանում, որ այս աշխարհում ինչ-որ մի բան է, այսպես անսահման անենց չի։ Հասկացաք, չէ՞, ես էդի մինչև այս վերջերս 2 տարի, 3 տարի որ այս զգացումը կորցրել եմ, դրան այդ բառը չեմ օգտագործում, ես ասում էի ոնց որ ոսկորը դուրս ընկած լինի։ Հա, ասեմ, մի բան ասես դուրս ընկած է, չի լինում, էլի ինչ որ գարմոնիա չկա հոգու հետ, չէ՞։ Իրականում հա, իհարկե, հոգու բոլոր ոսկորները դուրս ընկած է, երբ որ ինքը նյութական մարմնի մեջ է։ Որտեղ նյութական մարմինը ինքը իր ոչ մի պարամետրով հոգու պահանջներին չի բավարարում։ Ոչ իր ժամանակավորությամբ, ոչ իր սահմանափակությամբ, ոչ էլ են տառապանք, ոչ էլ իր տառապանքներով, որ ինքը ապահովում է, չէ՞։ Հիմա տեսեք, էլի սիրելիներս, այսինքն եթե մարդը ինքը հաստատված էր հրաժարվածության, այնտեղ ինքը հասկանում է ինչ-որ բաներ, չի գնում է որ վերջնական հասկանա ինչը։ Ու վերջում դառնում է իմաստուն։ Իմաստությունը արիացիների համար միշտ նշանակում էր ինքը հրաժարված է։ Ես այս աշխարհը չեմ ուզում։ Հա? Եվ սա ինքը հոգևոր կյանքի երկրորդ լուրջ փուլն է։ Հասկանում եք։ Հիմա երրորդը նրանք էին, ովքեր արդեն այդ հրաժարումը իրանք ճիք չէին գործադրում, որ հրաժարվեն։ Իրանք ամեն ինչը հասկանում էին ու ոչ մի կենտրոնացում, այդ կենտրոնացումը պոկելու խնդիր չունեին։ Բնականից խորասուզված էին հոգուն գտնելու, Աստծուն գտնելու թեմաների մեջ, չէ՞։ Նրանք ամենաբարձրն էին։ Եթե հակումը կար, միանգամից տանում էին այնտեղ։ Հասկացաք, չէ՞։ Հիմա, իսկ երբ որ աստվածամերժության դարաշրջանն է սկսվում, չկա, չէ՞, այդ սիստեման։ Ոստը որովհետև չկա իրական պետություն, հոգևոր պետություն։ Հասկանում եք։ Հոգևոր մարդիկ իրանք տարբեր աղանդներ են կառուցում, այնտեղ ինչ-որ տարբեր բաներ են, ռիտուալներ են մտածում իրանց համար, ու համարում են, որ всё, մեկ հոգևոր կյանքով են զբաղված։ Մեկ էլ կա մի հատ առանձին մաս, որը կոչվում են էզոտերիկներ, որոնք իրանք հասկանում են, որ կազմակերպված կրոնների վատ բանը, ու
պահում են իրանց հոգևոր ճանապարհը այդ դրանից հեռու, ինչքան կարելի է հեռու, եւ չեն ընդունում ոչ մի կրոնականություն, հա, եւ զբաղված են իրանց հոգու մաքրագործման կոնկրետ ընթացքով, չէ՞։ Հիմա տեսեք, այսինքն խնդիրը որ դա է, ինչի եմ սա ասում էլի, որ ասենք այևի անձնավորությունը ինքը աստվածաբեժության դարաշրջանում գալիս է հոգևոր կյանք, չէ՞, այդ ահավոր բազմազանություն է թվում ակալի։ Հասկանում եք։ Եվ հիմա այդ ահավոր բազմազանությունը ամեն մեկին հոգևոր կյանքը պիտի կարողանա բավարարի իր ստարտի մեջ։ Եթե ինքը եկավ այն ամենասկզբում մնաց չբավարարված, չի օրինակ ես կարող եմ օրինակ իմ օրինակ կարող եմ բերել, երբ որ ես եկա հոգևոր կյանք, եթե ես իմ ապագա ամուսնուն այդ պահին չհանդիպեի, ես բաքսիոգայի մեջ չէի մտնի։ Եթե ես ստիպված լինեի շփվել նրանց հետ, ովքեր որ այնտեղ կային, ես պրոստը բաքսիոգայի մեջ չէի մտնի, չեմ քննարկում ով էր բարձր, ով էր այդ չի խնդիրը, մենք տարբեր էինք։ Հասկանում եք, որ ասենք խոսացվում է բանի մասին, էլի որ ասենք ես ինձ համար լավ չեմ ուզում, ես ես շփում եմ, միշտ մտածում եմ, որ ով գորոզանջ չէ, ոչ մի գորոզության խնդիր չկա, պրոստը տարբեր ենք։ Ձմերուկն ու տանձը այդ երկու տարբեր բանա, չէ՞։ Հասկանում եք, ինչ-որ բաներ կա, որ իրանք համատեղելի են, ինչ-որ բաներ կա, որ չէ։ Ես օրինակ հիմա այս մարդ գիտեի, որ ինքը սիլոտկայի վրա վիշնյայի վարեներք քսում ու ուտում։ Տեսեք, սաղը սենց եղան, չէ՞ մի անգամից։ Ինքը անհամատեղելի է։ Նույնպես էլ մարդիկ են, կան մարդիկ, որոնք ոչ թե առանձին, իրանք երկուսը շատ հանգիստ կարելի է իրանց հետ շփվել, հարյուրավոր մարդիկ իրանց հետ նորմալ շփվում են, բայց իրանք իրար հետ անհամատեղելի են։ Հասկանում եք։ Օրինակ ասենք այդ ինչ որ ես եմ ասում, չէ, այն հետաքրքրությունները, որ ես ունեի, ես չեմ ասում լավ ավատա, այն ինչ որ ես ունեի հետաքրքրություն հոգևոր կյանքի մեջ, չէ, այն մնացած շրջակայքը ինքը ինձ չէր կարող բավարարել։ Շատ լավ երեխեք էին, բայց այդ ընդհանուր քննարկելու թեման չկար։ Այ որ ես արդեն գտայի նաստավնիկին, եւ որ ես այդ բերանը բացես մի անգամից տարավ այնտեղ, որտեղ ինձ հետաքրքիր է, ես մի անգամից տեսա, որ ինքը տեղանք է դառնում, էլի, ոչ թե որ բարձրացածը, այլ այնտեղ, որտեղ ինձ հետաքրքիր է։ Ասի ոչ, այստեղ ես մնացի։ Հասկանում եք։ Հիմա այդ ինքը շատ կարևոր խնդիր է, որ այդ սկզբնական պահը ընդհանրապես, չէ՞։ Հիմա այ հոգևոր կյանքը ինքը պիտի կարողանա բոլորի համար լավը լինի։ Եվ դրա համար ինքը շատ կարևոր է։ Իջև ես սա հիմա կարևորում սրա մասին խոսում, չէ՞, որտեղ ես նոր խոսացի նրա մասին, որ իրականում հոգևոր կյանքը սկսվում է հասկացողությունից։ Եվ այստեղ դուք հիմա ինձ պիտի օրենքով կանգնացնեիք, ասեք մածաճարճի, բայնը որ սենտիմենտալ է, ինչ անի գնա մեռնի։ Ասենք բանականությունը թույլ է, բա ինքը ո՞ց պիտի զարգանա, ինքը չի կարող հոգևոր կյանքով զբաղվի։ Հասկացաք, չէ՞։ Ուրեմն դրա համար հոգևոր կյանքը ինքը ունի իր ոնց որ ասես կտորներ, չէ՞, որոնք իրանք նախատեսված են այդ սաթանան, այսինքն այդ առաջի քայլը, որը մարդը ինքը հոգևոր կյանքում պիտի անի, չէ՞, դա այն է, որ ինքը պիտի հաստատվի հոգևոր պրակտիկայի մեջ։ Հիմա, եթե ինքը ինտելեկտուալ է, որպեսզի ինքը հաստատվի, ինքը պետք է բավարարված մնա փիլիսոփայությամբ։ Համաձայն եք։ Եթե ինքը սենտիմենտալ է, որպեսզի ինքը հաստատվի, ինքը պետք է ինձ իմպուլսներ ստանա, որոնք հաճելի են իր զգայարաններին։ Ինչ ուզում ես խոսա, հա, կոպիտ ասած, ինչ ուզում ես խոսա, եթե մռութը դուրը չի գալի, ինքը չի գալի։ Всё։ Հա, սրով տապակի մեկն է։ Ինչի, աշտի գուդե դուրս չի գալիս։ Դա սենտիմենտալիստի մոտեցումն է, չէ՞։ Բայց դա չի նշանակում, որ ինքը պիտի հերկվի։ Ինքն էլ իր բանը պետք է ունենա, չէ՞։ Ուրեմն դրա համար, երբ որ, ասենք, այդ նրանք ովքեր որ հաստատված են հոգևոր կյանքի մեջ, չէ՞, իրանք պետք է միշտ հոգ տանեն,
որպեսզի այդ վերջնական երկուսն է, էլի, սենտիմենտալ, որովհետև մենք բանականություն ունենք, էմոցիոնալ աշխարհ, չէ՞, դա վերջնական բաժանումն է, էլի, կամ էլ երբ որ այն ծայրից են գալի, առաջի բաժանումն է, որ պիտի անենք։ Հիմա ուրեմն այդ առաջի հերթին, որպեսզի անձնավորությունը ինքը հաստատվի հոգևոր պրակտիկայի մեջ, մենք ինքը պետք է հայտնվի այնպիսի տարածքում, որտեղ եթե ինքը սենտիմենտալիստ է, ինքը իր զգայարանները բավարարված կա, եթե ինտելեկտուալ է, գաղափարապես բավարարված կա։ Ինչու համար եմ սա ասում, որտեղ մարդիկ կան, որ իրանք մտածում են, որ օրինակ ասեմ, օրինակ երբ որ ես ծանոթացա պետական գրականության հետ, հետո երբ որ հայտնվեցի քրիստոնյաների մեջ, այն ժամանակ իրանք այդպիսի մի հատ գաղափար ունեին, որ դասը խնդիրներ ունեին լուծելու, իրանք այդ բանին իրանք պետք է կայանային որպես շարժում, եւ ասենք քարոզում էին ասկետիզմ։ Գրքեր պատրաստողները, գրքերը Հայաստանում էր պատրաստվում։ Այդ գրքեր սարքողները իրանք միակ կոչոր սենյակ էին բարձում, ապրում էին այդ սենյակում, առավոտից երեկո գնում էին իրավոտ կանում էին, ման գալիս էին, նստում էին, սկսում էին մտնել տղաները տպագրում էին, տպագրածը բերում էին, իրանք ծալում էին, սոսինձում, շաշիկների մեջ դնում, բան, ոչ կկրծնի միջակայքում, տալիս ուղարկում էին ամբողջ սովետով մեկ, չէ՞։ Այդ նվիրալները, որոնք իրանք գրքերն էին սարքում, իրանք տարիներ շարունակ ուտում էին խաշած բան, ծանր, առանց կարակ, առանց աղ, բոլորը հետո ստամոքսերի խնդիրներ ունեին, ու համարվում էր այսպես, որ դու եթե հանկարծ ուտեմ ինքդ կարակ դրեցիր, ուրեմն ընկած հոգի ես, հասկացա, չէ՞։ Այսինքն ասկետիզմ էր քարոզում, ինչ-որ տան Աստծո խաթր բան պետքա ամեն ինչը զոհես, եսի բիչ սես, ու իրանք իրականում սենց բան է, 100%-ով տված էին այդ ամեն ինչի, բացարձակ անկեղծությամբ, իրականում այդ ինչ-որ իրանք այդ ժամանակահայել են, դա հերոսություն էր, բայց, օրինակ իմ ապագա ամուսինը այդ ժամանակ պայքարում էր, ինքը ասում էր նվիրալներ, հոգևոր մարդիկ իրանք պետքա համով ուտեսներ սարքեն, բան, ու քիչ ինքը էդի ասում էր մի մարդ, որ ինքը բնականից ասկետ էր, հասկացան, ինքը նրանք բրինձ էր ուտում, էլի, բայց պայքարում էր դրա համար, որ դե սխալ է, էլի, ու ասենք ուրիշների համար, մենք բոլորս հումորինք դա բերել բակցի մեջ, չէ, բոլորս էդի հիշում ենք, կնստել այնտեղ ինչ-որ թխվածքներ կաներ, չգիտեմ, ինչ-որ տարբեր զանազան պրոսատներ կսարքեր, բան կաներ, մեկ էլ տեսներ ֆորկայի մեջ փաթաթած թևի տակ դրած մեկի աշխատանքի տեղ էր գալիս։ Անպայման դա պերերիվ էր բերում, էլի, զապոտился, так ամասյակ հասկացանք, չէ։ Ասենք այդ պայն երևի 10-12-15 հոգի էինք, այդ բոլորից հատ ամեն օր մեկի մոտ գնում էր, ամեն օր ինչ-որ տես համով բաներ էր սարքում բերում, բան, ինչի համար, դե իրականում դա շատ կարևոր է։ Հա, շատ կարևոր է, որպեսզի աղոթքը, որը մենք երգում ենք, չէ, որ երաժշտությունը լինի հաճելի։ Շատ կարևոր է, որ նվիրալները ունենան կոկիկ տեսք։ Հա, շատ կարևոր է, որ այն միջավայրը, որտեղ ամեն ինչը արվում է, լինի մաքուր, ճաշակով։ Շատ կարևոր է, հասկացաք, չէ, ամեն ինչը կարևոր է։ Ինչի համար։ Ու ամենավեր ամեն ինչ է գլխում, կարևոր է, որ գաղափարախոսությունը լինի ճիշտ։ Հասկացաք, չէ, որպեսզի եւ նրանք եւ բոլորը ում ինչ պետք է, ինքը դրանով էլ բավարարվում է։ Այսինքն սա ինքը կարևոր կետ է։ Ինչի համար, որտեղ մենք չենք բավարարվում, չէ, նրանով, որ մենք ենք հոգևոր կյանքով զբաղվում։ Բոլոր հոգևոր մարդիկ անպայման այս կամ այն չափով քարոզող են։ Այն մի հատ բան ես հասկանում, մի անգամ ուզում ես գնաս կանգնես հրապարակում, գոռաս, ասես մարդիկ խաբարեք, որ ես ինչը սենց է, չէ՞։ Հասկացաք, ուրեմն այդ ինչի համար ենք սա քննարկում, էլի, որպեսզի նախ եւ առաջ մարդը ինքը մի հատ իրա վրա ուշադրություն դարձնի, որ ասենք ինքը եկել է, իրա պլատֆորման որն է, հա, ու ինքը այդ դրա վրա մեծ ուշադրություն դարձնի, որ իրա համար դա կարևոր է,
Եվ այնպես է, որ դա արգելված չի։ Հասկանում եք, այսինքն այն ազնվորությունները, որոնք իրանք մենակ սենտիմենտալությամբ են զբաղված, ու ընդհանրապես փիլիսոփայության վրա հենված չեն, երկում պարում հաց են ուտում, հա, էդ էլ է սխալ, հասկանում եք, որտեղ այդտեղ երբեք սենտիմենտալներից բացի ուրիշ ոչ մեկ չի գա, հասկանում եք, եւ այն մյուս ստայրահեղությունն էլ է սխալ, որտեղ այդտեղ էլ գալիս են միայն ինտելեկտուալները, իսկ հոգևոր կյանքը ինքը նախատեսված է բոլորի համար։ Հասկանում եք, տեսեք, երբ որ մարդիկ իրանք հավաքվում են մեծ, այդ շատ տարածված է, էլի որ ցիտա մենք ընտրյալներ ենք, մենք բարձր հոգիներ ենք, մենք ընտրյալներ ենք, մենք ինչ-որ բաներ ենք հասկանում, կարող մենք փիլիսոփա, սրանք էլ եսի մով են, հա, հոգևոր կյանքում դա ամենավտանգավոր կետն է։ Ինչ ասեց Բաքսիրյոն Թակուրը, հիշում եք։ Ինքը ասեց գոռոզությունը թվարկեց, որ կետերում, չէ, փակում է կենթանիակի ճանապարհը։ Վсё։ Հասկանում եք, դրա համար ամեն հոգևոր մարդ այդ պրակտիկայի մեջ մտնելուց առաջ ինչ-որ մի քանի բաներ կա, էլի ասեց, որ ինքը պետք է հասկանա, որ ճիշտ մտնի։ Հասկացաք։ Ու այդ կարևորագույն բանից մեկը դա նա է, որ հենց որ դուք մի տեղ, մի կետում ընդհանրապես գոռոզություն բառացիք, չէ՞։ Դուք պիտի հասկանաք, որ այն ամեն ինչը, ինչ որ ձեզ թվալու է, որ դուք դրանից հետո հասկացել եք, ճանապարհ եք անցել, ինչ եք արել, այդ սաղ իլյուզիա է։ Հասկանում եք, իրականում ռեալ ձեր ճանապարհը դեպի հոգևոր աշխարհ փակվեց։ Հասկանում եք, սա շատ կարևոր կետ է։ Այսինքն դուք գտնվում եք մի ճանապարհի վրա, որտեղ դուք զարգացնում եք իլյուզիա, որ դուք այդ ճանապարհի մեջ եք, բայց դուք այդ ճանապարհի մեջ չեք, ինքը բակաբերաբար, ինչի որտեղ դուք գոռոզություն ունեք։ Ինչի ասա կարևոր, որովհետև հոգևոր աշխարհը կամ բազմազանությունը, հասկանում եք, տեսեք ինչով է տարբերվում նյութական աշխարհի բազմազանությունը հոգևորի մի բառով։ Գիտեք, որ բառն է։ Հոգևոր աշխարհում, երբ որ ասում են բազմազանություն, ասում են տարբեր։ Իսկ երբ որ նյութական աշխարհում են ասում բազմազանություն, ասում են ցածր բարձր։ Այդ է նշանակում կա գոռոզություն ու չկա գոռոզություն։ Հասկացաք։ Տարբեր դա նշանակում է, որ դու միշտ հասկանում ես, որ ամեն մի կենդանիակ ունի իր հանուն հոտը, իր կարևորությունը։ Օրինակ, Չիմացիվատարանին ինքը կարող էր գոռոզներ, որ բաղվեց, Աստված ինքը ինձ ընտրեց, ու երբ որ ինքը նյութական աշխարհում ցույց է տալիս իր հարաբերությունները, այնտեղ մի հատ էպիզոդ կա, երբ որ Ացան ինքը գոռոզանում է, որտեղ մի պահ է գալիս, երբ որ Քրիշնան իրան վերցրեց ու ու ինքը մնաց մենակ ինքն ու Քրիշնան։ Ու իրան բառն, այ Քրիշնան ինձ ընտրեց, հենց որ ինքը տես մտածեց, Քրիշնան վերացավ։ Այս просто չեկվեց, она оказалась на полу, միջև այդ գրկաստանում էր, հասկացաք, չէ։ Այսինքն այ հենց այդ կամպանիան մտնում է, որ ցածր բարձր, հա, Քրիշնան ինքով է, համընդհանուր վայելքն է։ Երբ որ ես գոռոզ եմ, դա միշտ նշանակում է, որ ես միշտ կարևորում եմ իմ վայելքը, համարում եմ, որ ես ավելի արժանի եմ, չէ՞։ Ու ասենք հիմա տեսեք, նայում ենք մեր ժամանակներում ոնց է համարվում մարդը բարձր խավի է։ Նայում ես, տեսնում ես, շատ հաճախ իրանք այնպիսի արատավոր հակումներ ունեն, չէ՞։ Իրանք դաժե կարողանում են իրանց արատը գոռոզության բան սարքեն։ Արիստոկրատների հիվանդությունն է։ Ես դաժե հիվանդությամբ կարող եմ գոռոզանալ, որտեղ արիստոկրատների հիվանդությունն է։ Հասկացաք, չէ՞։ Դրա համար այնքը շատ կարևոր է, որ
երբ որ օրինակ ասենք մարդը ինքը գալիս է հատկապես բակցի յոգայից տերիտորիա, որը ինքը նախատեսված է բոլորի համար։ Սա ինչի համար է։ Դուք պետք է հասկանաք, էլի, որ այո, իհարկե, գյանան կամ այդ իմաստություն ձեռք բերելու փուլը ինքը ընտրություն ունի, ինքը ընտրում է մենակ մտածողներին։ Սենտիմենտալիստը գնում է Ատրիչենյա սովորի, որ ինչ անի, դա իրանը չի ջեր։ Ինքը դա չի անելու։ Հասկանում եք, չէ՞։ Դա իր համար չի։ Կամ ասենք մեդիտացիա անողը։ Այնտեղ նա որ հələ միտքը լրիվ չի կտրել նյութական աշխարհից, ինչ գործ ունի մեդիտացիայի մեջ։ Դա ասկան այնտեղ յոգերը նստած են, բոլորը անջատված։ Ոչ մեկ չի շփվում։ Իսկ սա կարիք ունի զրուցելու։ Կարիք ունի փիլիսոփայելու։ Աշխարհի կառուցվածքի բան։ Սա արդեն այդ ամեն ինչ անցել է, աշխարհի կառուցվածք, դրանց արդեն է դարքիր չի։ Հասկանում եք, դրա համար այս գաղափարը ինքը ահավոր կարևոր է։ Հա? Իսկ բակցի յոգան ինքը այնքան հզոր է, նվիրալիրանք ինձ էլ ասում են, որ բակցին ինքը այնքան հզոր է, որ ինքը ընդունում է բոլորին։ Հիմա տեսեք, այդ բոլորին, որ ընդունեց, չէ՞։ Այդ առաջի պրակտիկան սատանա բակցին ինքը բոլորի համար է, բայց ինքը իր մեջ պարունակում է обсуждение, քննարկումներ, հա, ինքը իր մեջ պարունակում է քննարկումներ, ինքը իր մեջ պարունակում է ուտել, խմել, ապրել, ինքը իր մեջ քննարկում է ծառայություն, այսինքն ամեն ինչ քննարկում իր մեջ բան է, չէ՞։ Հիմա տեսեք, մարդիկ իրանք մի տեսակ այնպես էլ էլի շատ հաճախ, երբ որ իրանք գալիս են, ասենք հոգևոր կյանք, չէ, իրանք ուզում են, որ բոլորը ամենտեղ նույն ձևի բան անեն, էլի։ Ուրեմն կուլտուրը համար երկրորդ կուլտուրան։ Եթե մենք հասկանում ենք, որ հոգևոր կյանքը ինքը ընդունում է բոլորին, չէ՞, մենք պետք է հասկանանք, որ այդ բոլորը հիմա պայմանավորված վիճակում են։ Չէ՞, ոնց որ ես որտեղ ես միշտ ասում եմ, նորեկին ինչն է տարբերում։ Ամեն նորեկ ինքը մտածում է, որ մենակ ինքն է նորեկ, ին մնացածը սա, իրաց պահեն ինքնաիրականացված հոգիների պես։ Այս ինչի հոգևոր հասարակություններ, ես ինչ ասեց, ես ինչ ես ոնց շարժվեց, ինչը ոնց պրշտաց, մեկը ոնց նստեց, ես էլ չեմ գալիս, մեկը սենց արել, ես այդ ամբողջ խոսակցությունը ինչի մասին է։ Որ մենակ ես եմ ստեղ նորեկ։ Մնացած բոլորը դիմնել մաքուր դվիրյալ։ Հա, ուրեմն առաջինը կենթանիակ ինքը պետք է հասկանա, որ այստեղ լիքը մարդիկ կան, որ իրան նման նորեկ են, ու ոնց որ ինքը չգիտի ոնց անի, ինչ անի, ոնց շարժվի։ Հա, տենց էլ իրանք։ Հիմա մեկ սխալվում են այնտեղ, որ մարդը ինքը ձեռնադրում ունի։ Հետո ինչ։ Ձեռնադրումը չի նշանակում, որ ինքը արդեն մաքուր նվիրյալ է։ Ձեռնադրումը նշանակում է, որ ինքը հաստատ իր համար որոշել է, որ էս է իր կյանքը, այլ ոչ թե նշանակում է, թե ինքը ինչքան ճանապարհ է անցել այդ կյանքում։ Դա իր ընտրության մասին է խոսում, ոչ թե ձեռքբերումների։ Հասկանում եք, որ ինքը ընտրել է այս կյանքը։ Բայց կարող է ընտրել ընդամենը առաջի անգամ, իսկ կարող է ընտրել, որտեղ 10 կյանք արդեն դրա մեջ է։ Ու կախված դրանից, չէ, ինքը ինչ-որ մի հատ որակավորում ունի, կամ չունի։ Այսա բաներ են, որը մարդը, երբ որ ինքը մտնում է հոգևոր կյանք, ինքը պետք է հասկանա, ինչու համար, որովհետև հոգևոր կյանքը ինքը երկու մասից է բաղկացած։ Մեկը դա այն է, ինչու որ դու զբաղված ես, երբ որ դու մենակ ես։ Մյուսը դա այն է, որ դու շփվում ես հոգևոր մարդկանց հետ։ Հիմա սենտիմենտալիստները իրանք ավելի շատ կարիք ունեն շփվելու։ Դրա համար պարտադիր է, որպեսզի նվիրյալները իրանք ունենան, ասենք, այդ սենց ասեմ, էլի շատ կոպիտ ասեմ, հա, սենտիմենտալիստերով հավաքվեն, ունենան իրանց օրը, երբ որ իրանք հավաքվում են, համով ուտելիքներ են սարքում, երգում են, պարում են,
խոսում են, ինտիմիջեր անում, հացեր ուտում, փողում գնում, բավարարված, ուրախացած, լիցքաթափված։ Հիմա, նրանք, ովքեր որ իրանք գիտելիքի հանդեպ ավելի ուժեղ հակում ունեն, չէ՞, իրանք բնականից, իրանք բնականից այդ մենակ մնալու հակումը ունեն։ Երբ որ մենք նոր ենք գալիս հոգևոր դաշտ, երբ ենք խոսում ենք, չէ՞, տեսեք, մենք մի անգամից այդ սկզբից ձեռք ենք բերում այդ գրագիտությունը, որպեսզի ճիշտ մտնենք հոգևոր դաշտ։ Ինչու՞։ Որտեղ հոգևոր դաշտը ինքը շատ, հոգևոր կյանքը ինքը շատ մեծ կորուստներ է ունենում, եթե ես սխալ մտա։ Իսկ իմ սխալ ու ճիշտ մտայնությունից է կախված։ Ինձանից չի։ Հա? Ինքը կախված է նրանից, ովքեր որ տեղյակ են արդեն։ Այսինքն սա առաջի թեման է, որով մարդու հետ պետք է խոսալ։ Երբեք չի կարելի, որ այն հոգևոր մարդիկ, ովքեր որ արդեն հոգևոր կյանքի մեջ են, նորեկի հետ խոսան այն դիրքից, ոնց որ իրանք եսի մինչ են, հասկացա՞ք, չէ՞։ Միշտ հակառակը, եթե մենք հոգևոր կյանքի մեջ ենք, մենք կարողանանք, չէ՞, մի քիչ համեստ լինենք։ Հենց առաջի հերթին մեզ ներկայացնենք այդպես, որ եթե դու ինչ-որ միտեղ թերություն կտեսնես, որ ես ինչ-որ հոգևոր մարդիկ ինչ-որ մի բանը սխալ կասեն կամ սխալ կնայեն կամ եսի ինչ կանեն, ներող կլինես, բոլորս էլ ճանապարհ ենք անցնում։ Հələ կատարելության հասած չենք, այդ թերությունների վրա պետք չի ուշադրություն դարձնել։ Երբ ազնվորությունը ինքը կարիք զգում մատնացույց անել, երբ որ մենք մեզ այնպես ենք պահում, ոնց որ թե մենք արդեն եսիմ ովքեր ենք, հա, ինքը այդտեղ Աստված է էլի մեր հետ խոսում, որ դու ես այդպես քեզ ներկայացնում։ Հիմա ինքը քո մեջ կնկատի այն թերությունները, որ ունես։ Հարկից էսի առաջինն է, էսի քեզի երկրորդն է, էսի քեզի երրորդը։ Ուշադիր լսի, նորեկը քեզ ինչ է ասում։ Որտեղ պետք է թարմաչ կա։ Հասկանում եք։ Չենք ասում ինքը միշտ ճիշտ է, բայց դրա հետ լրիվ հաշվի չնստելու էլ իրավունք չունենք։ Հասկանում եք, չէ՞, ուրեմն սա այսինքն երբ որ մենք մտնում ենք հոգևոր դաշտ, հոգևոր կյանքը ինքը ունի երկու մաս։ Երբ որ ես զբաղվում եմ հոգևոր կյանքով, երբ որ ես մենակ եմ, եւ երբ որ ես գալիս եմ հոգևոր հասարակության մեջ։ Հոգևոր շրջապատ ունենալը ինքը շատ կարևոր է։ Դա հիմա ոնց որ իմ ամուսինն այն ժամանակ ուտելիքի համար կռիվ էր տալիս, բայց ինքը ասկետ էր, հիմա այս խոսքերն էլ ասեց մի բառ, որ մենություն է սիրում։ Հա, բայց դա կապ չունի։ Ինչ որ առանձին մեկի նախասիրությունը ընդհանուր օրենքը չի փոխում։ Որտեղ այդ նախասիրությունը ինքը գալիս է անցյալ կյանքերի փորձից։ Հա? Այն մարդը ինքը երկրորդ հերթին պետքա իր մեջ նայի ու իր մի հատ ասեց ինքը իրան այդ հարցին պատասխանի։ Ես ինչի ավելի շատ կարիք ունեմ։ Մենակության մեջ հոգևորով զբաղվելու, թե շփումների։ Սա երկրորդ հարցն է։ Այսինքն դուք ասեցիք կամաց բան եք անում, որ քայլեր եք մտածում, ինչ-որ թեմաների շուրջ եք մտածում, որը ձեր մեջ ձևավորում է ճիշտ պատկերացում, թե ոնց մտնել հոգևոր կյանքի մեջ, ինչ անել այդտեղ։ Հասկացա՞ք, չէ՞։ Ուրեմն առաջի գաղափարը, որը պետք է հասկացվի, դա նա է, որ կան տարբերություններ։ Որովհետև սովորաբար երբ որ նվիրալները իրանք իրար մեջ շփվում են, չէ, հետո իրար նմանները սկսում են իրար հետ ընկերություն անել, նա ում հետ որ իրանք ընկերություն չեն անում, ինքը այնպես է վիրավորվում, ոնց որ թե այդ ընկերություն անողները գոռոզության մեջ են ու իրաները արհամարհում են, բայց իրանք դաժե մտքով չի անցե արհամարել, պրոստը իրանք բնականից, նրանք ում հետ որ իրանք բնությունը համընկնում է, միանում են իրար, հասկանում եք,
Ու հա իհարկե, երբ որ հասարակությունն ինքը այսքան փոքրիկ է, հավանականությունը, որ դու կմնաս մենակ կա, չէ՞։ Մարդիկ կան, որ իրանք այս ահռելի քաղաքում են ապրում, բայց մեկը մենակ է։ Չէ՞, այսինքն այդ խնդիրը, որ ոչ մեկի հետ կարողա չհամընկնես։ Ինքը կա, էլի, մենք չենք կարող աչք փակենք, ասենք չէ, որ ջահելամ չենք, չէ՞։ Չէ, ինքը կա։ Պետք է հասկանանք, որ տենց խնդիր կա։ Բայց մա այդ խնդիրը ոնց պիտի լուծվի։ Չէ՞։ Այդ խնդիրը ինքը լուծվում է այդպես, որ ազնվորությունը ինքը հասկանում է, որ ամեն մի մարդ, ամեն մի անձնավորություն ինքը ինչ-որ մի հատ բան ունի, էլի, պոտենցիալ ունի իր շուրջ մարդ հավաքելու։ Հասկանում եք, չէ՞։ Ու երբ որ չի հաջողվում, օրինակ համ կար, համ նյութական կյանքում չէր հաջողվում, հիմա մարդը երբ որ գալիս է հոգևոր մտածում է, որ բոլորը պիտի իր այդ ընկերություն անեն, մեկ էլ հիմա ստեղ է պարզվում, որ բոլորի հետ չի որ հնարավոր է ընկերություն անել, կամ բոլորը չի որ իրան ընտրում են որպես ընկեր։ Եթե մարդը ինքը գրագետ չի, ինքը նեղանում է։ Հա, նեղանում է, ուզում է գնա։ Հա, այստեղ էլ բան չկա, հա, բայց եթե ինքը գրագետ է, ինքը պետք է հասկանա, դու վապերով իհարկե, ես մի անգամից ասեմ, որ ավագ նվիրավների մեղքն է, որ իրանք այդքան պիտի կեղծ եսից ազատ լինեն, էլի, որ շփվեն ոչ թե մենակ այնտեղ, որտեղ հաճելի է, այլև այնտեղ, որտեղ իրանք կարող են օգտակար լինել։ Հա, իսկ այդ օգտակարությունը ո՞րն է, որ ոչ մի նվիրալի չի կարելի թողնել մենակ։ Եվ ով ասեց, որ բոլոր շփումները քո համար պիտի լինեն հաճելի, եթե դու հասուն հոգևոր մարդ ես։ Հասկացաք, չէ՞։ Ուրեմն սա առաջին նկատողությունը, իսկ երկրորդը այն դա է, էլի, որ եթե նույնիսկ ասենք այդ հասարակության մեջ այդպիսի մարդ չի գտնվում, որը ուշադրություն կդարձնի, որ ինչ-որ մեկը մենակ է մնացել։ Հասկանում եք, ամեն մեկը իր հաճույքներով է գնում, ինձ համար հաճելի չի, ուրեմն չեմ շփվում ու վсё։ Նվիրալ ինքը հոգևոր մարդը ինքը պետք է հասկանա, որ ինչ ուզում է ինքը շփում ունենա, ուզում է չունենա, այն որ ինքը գտնվում է այդ ատմոսֆերայում, ինքը մեկը օգուտ է ստանում։ Հա? Ու այո, կարող է ինչ-որ մի ժամանակ կլինի, որ ինքը սկզբում մի քիչ մենակ լինի։ Իրականում այդ ամենասկզբում չի լինում, էլի, հետո մի քիչ հետո է գալի։ Դե ամենասկզբում սա ասում են, ապա այդում անոր մարդ է եկել, ապա փշո անենք, որ չգնա բան, էսի ինչ։ Հետո այս որ արդեն ինքը հաստատվում է, չի գնում, ասում են քո հետ չեն գնում շփվենք։ Հիմարություն է, էլի ստացվում, հասկացաք, չէ՞, սկզբում պայքարեցինք, որ մնաս, հետո ասինք, դե իմաստը մենակ նստի տուտը։ Ատեցի սխալ է, էլի։ Բայց եթե դաժե այդպիսի բան է ալնում, չէ, եթե մարդը ինքը հաստատվել է իր հասկացողության մեջ, որ սա է այդ ճանապարհը, որով ինքը ուզում է զբաղվի, չէ՞, ուրեմն ինքը ինչ պիտի մտածի։ Ինքը պետք է մտածի, ուրեմն ես միշտ պետք է գնալ դեպի ռեզուլտատ, հասկանում եք։ Չէ, որտեղ մտանք ասենք, եթե մարդը ինքը գալիս է հոգևոր կյանք նյութական աշխարհում պարտված վիճակում, ու հիմա էլ հոգևոր աշխարհում է, հոգևոր կյանքի մեջ է միանգամից պարտվողի դիրքը գրավում, դա լավ բան չի։ Հասկանում եք, այսինքն տրամադրությունը ինքը ինչպես, հա, ես էլ հոգևոր չեմ, կարող է ասենք, բան, կարմի տեսանկյունից լավ բնավորություն չունեմ, կամ ինչ-որ մի բանս նենց չի, լավ չեմ շփվում մարդկանց հետ, մարդիկ չեն ուզում շփվեն իմ հետ, որտեղ իրանք էլ իմ նման պայմանավորված են։ Որտեղ իրականում, ասենք էլի, ոչ այդքան հաջող կեղծ ես ունեցող մարդու հետ կարողանում է շփվի, մենակ մաքուր տվյալի չէ։ Նրան մնացած բոլոր դեպքերում, եթե կեղծ ես կա, այդ կեղծ եսները բախվում են, չէ՞ տալիս, վсё, չեմ ուզում ու վերջ։ Հասկանում եք, մարդը ինքը պետք է մտածի, որ ուրեմն ես պետք է աշխատեմ հոգևոր ճանապարհի մեջ շատ արագ հաստատվեմ, որտեղ հենց որ դու դարձար հոգևորի մեջ հաստատված մարդ, դες չի կարող լինել ոչ մեկ քո չունենա շփվի, ինչի որտեղ արդեն քեզանից ստանալու բան ունի։ Հասկանում եք, չէ՞։ Ուրեմն հոգևոր կյանքի երկրորդ խնդիրը դա այդ բալանսը որոշելն է, թե ինչքան ես կարիք ունեմ մենության մեջ, հա, իսկ դու այդ ո՞նց ես որոշում։ Այ երբ որ դու մենակ ես մնում, դու տեսնում ես, որ դու
կարողանում ես զբաղվել հոգևոր կյանքով։ Չէ՞։ Օրինակ, եթե դու այդ սիմպտոմը ունես, որ այ դու օրինակի համար ասենք, էլի, այ ջապայի հետ նենց կարող ես օրերով մենակ մնաս, ոչ մեկի կարիքը չունենաս, հա։ Գրքերի հետ կարող ես ժամերով մենակ մնաս ու ոչ մեկի կարիքը չունենաս։ Ամեն ինչ հասկանում ես, աշխատում ես, միտքդ չի փախնում ստեղ ընտեղ, չէ՞։ Այսինքն դա նշանակում է, всё, դա նշանակում է դու մի անձնավորություն ես, որը անցյալ կյանքում փորձ ունի, ու ինքը հիմա շարունակում է իր փորձը, հա։ Ու կարող է թվա, որ ֆիզիկապես ինքը երեք եկավ, բայց 1000 գլուխ ավելի բարձր է այն մարդուց, որը 50 տարի է հոգևորի մեջ է, բայց սա իր առաջի կյանքն է։ Հասկանում եք, չէ՞։ Այս բաները մարդը ինքը պետք է հանգիստ, առանց ոչ մի բանի, առանց ոչ մի կոմենկոմ ընկնելու, երբ որ ինքը գիտի ինքը ինչ քայլեր պետք է անի, ինքը այդ քայլերով իրան ստուգում է։ Ես ինչքան եմ կարողանում մենակ, չէ՞։ Այ եթե դու, որտեվ եթե դու չես կարողանում մենակ մնաս, դա գիտեք որն է։ Եթե որ գիրքը վերցնում ես, մեկը նամից տեսնես կամ 2 ժամ այս նույն գիրքը sense բռնացես, միտքդ եսին որտեղ է, հա։ Կամ էլ կարդացել ես, այսքան 20 էջ կարդացել ես, հետո մեկ էլ ուշքի ես գալի, Համզաչուդանի բաղերում էիր, սրա քթի վրա նրա, չգիտեմ, բան, էսի սիրեց, էլի չսիրեց, էսի բաժանվեցի, էսի մի չարեցի, վայ, ես ինչը ոսպելի են, ինչը ոսպելի, գալիս ես, մեկ էլ տեսնում ես, ոչ մի բան բացի չես հասկացի, չի կարդում դու, պետք է նորից այսօ նշանակում է մենությունը էդի հլը քոնը չի։ Դու պետք է այդ անձնավորություններն են, որ իրանք պետք է անպայման հանդիպեն, իրար գտնեն, իրար հետ պայմանավորվեն, հանդիպեն ու նստեն ու քննարկեն, իրար օգնեն, հա, որտեղ որ բարձր ասում ես, չմբաստիկված ես ասես, չես կարողանում էլի մտածես Վասյայի քթի մասին, մեկ էլ իր աչքերի գույնի, կենտրոնացած ես ըլլում, այս ինչ որ կարդացիր։ Ու կամաց ձեռք ես բերում այդ սովորությունը, հասկանում եք, աշխատել գիտելիքի հետ ինքնուրույն, հասկացաք, չէ՞։ Իսկ եթե դուք այդ սովորությունը ունեք, ու երբ որ աղոթքի ու Սուրբ գրքի հետ մենակ մնալուց ամենագերագույն հաճույքն եք ստանում, ու հիմա ամենակարևորը, ու ջղայնանում եք, երբ որ ձեզ կանչում են հասարակության մեջ, այդ կանչին պետք չի ենթարկվել։ Ինչի՞։ Որտեղ դուք այն ազնվորությունն եք, որ կարող եք մենակ մնալ, հա։ Եվ դա նշանակում է, որ ձեզ այդ շփվողները իրանք մի անգամ կկանչեն, հետո երկրորդ անգամ կկանչեն, հետո երրորդ անգամ կվիրավորվեն, ու դու ասեցիր չէ։ Չորրորդ անգամ իրանք այլևս քեզ էլ չեն կանչի, հա։ Ու ամենակարևոր սիմպտոմը, բայց քո համար այդ մեկը, հա։ Այս որ չորրորդ անգամ չեն կանչի, դու նեղացար, ուրեմն այդ մենակ մնալը քոնին չի։ Հասկացաք, չէ՞, սա շատ կարևոր կետեր են, որ անձնավորությունն ինքը կարող է դա վերցնի այն պրակտիկան, որ իր համար կարևոր է։ Հիմա, եթե դու կարողանում ես մենակ մնաս, դա չի նշանակում, որ դու պետք է վաբշե չշփվես։ Ինչի՞։ Որտեղ եթե դու մենակ մնացողներից ես, դա հնարավոր չի, որ այդ ընթացքում, երբ որ դու մենակ ես մնացել, դու ոչ մի բան չես հասկացել, դու ինչ-որ բաներ ես հասկացել, հասկացաք, չէ՞։ Ու իսկական հոգևոր մարդը ինքը առանց գոռոզության միշտ գիտի, որ եթե ինքը ինչ-որ մի բան հասկացել է, ինքը պետք է այդ գտա, տա ուրիշներին։ Ոչ թե պրոֆեսորի տեսքով նստի է, ես սովորեցի, բայց եկել եմ ձեզ ասում եմ, չէ, դա ամենավատ բանն է, դա գոռոզությունն է, որը փակում է ամեն ինչ, հա։ Այդ ներքին, որտեղ նա որ կարողանում է մենակ մնալ, ինքը անցյալ կյանքերից փորձ ունի, հասկանում եք, եթե ինքը իրոք փորձ ունի, ինքը դիվորակ ունենա, հա։ Իսկ նվիրալի հոգևոր մարդու որակը գոռոզությունը չի, հոգևոր մարդու որակը շռայլությունն է,
Հասկանում եք, որ Աստված իրան ինչ-որ մի բան են պահին տվել է, но это չեմ քրտում, էլի հայերեն ինչքան ասում են տափակ խոսքեր է, вот просветление, հա? Ты остался один, и ты просветленный, ինչ-որ բան ես հասկացել, ինչ-որ մի հատ նրբություն ա կպել մոտը, չէ, կամ եսի մի, չէ, այդ ազնվորությունը, որը ինքը այդպիսի բաներ ունի, չէ, այդպես մարդ չկա, որ ինչ-որ, այդպես մարդ չկա, որ ինքը ինչ-որ մի հատ prосветление ա, մեցի, ու էդի ոչ մեկին պետք չի։ Հասկացա՞ք, չէ, ինչ եմ ասում։ Հասկանում եք, ու այդ ժամանակ այդ անձնավորությունը ինքը պետք է գիտակցի, որ ինքը մեկ պետք է դուրս գա հոգևոր մարդկանց մեջ, անպայման պետք է դուրս գա, պետք է գնա, բան, որ ոչ թե նստի մի անգամ ստացի, սկսի սովորացնել, չէ, մասնակցի։ Մասնակցին էց ոնց որ բոլորն են մասնակցում։ Հա, ու առանց գոռոզության, էլի, սենց արանքում ինչ-որ մի հատ բան գցի դուրս գա։ Որ իրանք հետո ասեն, բայ բան տեսի, չէ, բան ասեց, ինքը տենց անում այնքան ժամանակ, մինչև նվիրաները հետո իրանք կասեն, լսի, դու պրոստը որ գալիս ես, դու ես գալիս, նստի դու ասա, էլի, ինչ-որ բաներ, то есть, երբ որ իրանք հոգևոր մարդիկ են ընդունում, որ քեզ են ուզում լսել, հասկանում եք, որ ոչ թե գնաս, սաղից սկսես չարթել, երբեք չի կարելի, գիտելիքը սարքել դուբին կա, էլի, առավելություն դրսևորելու համար։ Դրա դիմաց միշտ հետո ռեակցիաներ կստանաս, միշտ։ Հասկանում եք, սա ինչ-որ այդ առաջի քայլերի մշակույթի վերաբերվող բաներն են, չէ, հիմա, կամ մի հատ կետել, որը ինքը շատ կարևոր է, այսինքն տեսեք, տեսությունը ինքը ասում է, որ դու գտնվում ես իլյուզիայի մեջ և քո հոգևոր կյանքը ինքը պետք է բաղկացած լինի այն պրոցեսներով, որոնք քեզ օգնում են, որ դու իլյուզիայի մեջից դուրս գաս։ Հիմա, կա երկու հանգամանք։ Արիացիները իրանք ասում են, որ ազնվորությունը ինքը կարող է իլյուզիայից ազատվի, երբ որ ինքը ապաստարանա գտնում իրական հոգևոր ուսուցչի մոտ։ Մեր ժամանակներում այս խոսակցությունը ինքը բարդ է, ես երբեք սուրանգյունները բանանող չեմ, էլի, զորով կալրացնող չեմ։ Դա իհարկե այդ խնդիրը կա, ովքեր են իսկական գոռումները, ովքեր իրական գոռումներ չեն, մեր ժամանակներում ոչ իրական գոռումները իրանք մեծ հնարավորություններ ունեն, սովորաբար թիկունքների հովանավորներ ունեն, չգիտեմ, պահպանված են, SNN են, ու այդ ամենը դրա միանում այդ մանիպուլյացիայի դասընթացները, որոնք իրանք անցնում են, ու ճշմարտությունը իհատ բերել է, դա շատ բարդ բան է։ Բայց այսօր դա չենք քննարկում, դա ընթացքում շատ մանրամասն քննարկելու է Պարտինոթակուրը մեզ հետ։ Այսօր մենք քննարկում ենք մաքուր, այ կա հոգևոր ուսուցիչ։ Ով է հոգևոր ուսուցիչը։ Հոգևոր ուսուցիչը դա իլյուզիայից դուրս եկած հոգին է։ Եթե ինքը հոգևոր աշխարհից է եկել, այդ ֆունկցիոնալ է, որ ինչ-որ աչարյա է, որ ինչ-որ շատ կարևոր բան պետք է անի, չէ՞, ինքը ոչ էլ իլյուզիայի մեջ մեր երբևիցե եղել է։ Ինքը միշտ եղել է տրանսցենդենտալ։ Հա՞։ Ասենք, այ ոնց որ Բաքսիվանոթ Թակուրը, Շիլա Պրաբհուպադան, չէ՞ դա, ասենք, լիքը նվիրաններ կան, էլի, բաչանում, չէ՞, լիքը դες ազնվորություններ կան։ Եվ կա նրանք, ովքեր որ զարգացել են եւ ազատագրվել են այդ իլյուզիայից դուրս են։ Հասկանում եք։ Ուրեմն ամենագլխավոր սկզբունքը դա է, որ դու պետք է շփվես այդ ազնվորության հետ, որը ինքը արդեն իլյուզիայից դուրս է։ Բաքսիվանոթ Թակուրը Ջավադարբայում ինքը մի շատ խիստ բան է ասում, ինքը շատ փափուկ ազնվորություն է, սա մենք հասկացած որ արդեն մտանք իր մտածելակերպի մեջ կտեսնենք ինքը ինչքան փափուկ է։ Չէ՞։ Ինքը ասես փափուկ ասում է, մեկ էլ կրկնա սև սպիտակ ջարդում։ Հասկացաք, չէ՞։ Ու ասենք ինչ-որ տեղեր կա, օրինակ ասենք տեսեք, ես շատ երկար տարի դեր տանջվել եմ այն բանից իմ մեջ, որ ես հերքել եմ շփումներ, հա, որոնք ես ընկալում էի, որ սա ինձ համար բարենպաստ շփում չի, էլի, ոչ պատ չտվող շփում է, իզուտեղը գնում եմ, ջղանանում եմ, բակցից կորցնում եմ,
ու գալիս են տուն, չէ՞։ Ու այդ որ ես հրաժարվում էի, ես իսկույն մեղավոր էի զգում։ Միշտ մտածում էի, որ տես ես որակավորում չունեմ, էլի որ կարողանամ համբերել, էս անեմ, այն անեմ, ինչ որ սովորաբար հոգևոր մարդուն ասում են, չէ՞։ Ու այդ իմ մոտ անցկացրեց Մաքսիմիլիան Թակուրան, որ ինքը մեկ էլ իր գրքերից մեկում ասեց, եթե չկա շփում, որը բարձրացնում է քեզ, ավելի լավ ամենա մենակ։ Ասա, չորնը-բելը, միջև այդ շփվել, բան ես, ամեն ինչ էնի կարևոր է, բայց այդ ամեն ինչը կարևոր է, երբ որ դու արանքում ունես բարենպաստ շփում, չէ՞։ Իսկ ես ատեք դրան է եկել, որ այդ մարդիկ ինձ հետաքրքիր չէ, չեմ ուզում ոչ մի շփում, որ իրանք թող 100 գլուխ դրանից բարձր հապարբեն, ոչ մի պրետենզիա չունեմ։ Ես սիրում էի շփվել Բաչարյանների հետ, այսինքն գրքերի։ Ես գիրք ունեմ, ջապաս ունեմ, ինձ աշխարհում ոչ մի բան պետք չի դարձ։ Ոսեք այնքը տես սև սպիտակով եկավ, որ եթե չունես, ավելի լավ մնա մենակ, չէ՞։ Բայց եթե դու պիտի կարողանաս, չէ՞, մենակ մնաս։ Որտեղ ամեն մարդ չի, չէ՞։ Ունակ ես աշակերտ ունեի, որը ինքը իր կյանքը փչացրեց, նրանով որ ընդունեց հոգևոր կյանքը, իր կինը իր այդ բան չարեց, իրանք երեխա չունեին եւ չէին կարող ունենային, կինը ասեց, ոչ ինձ համար դարձելակո այդ ապրել անհետաքրքիր, ես գնում եմ։ Եվ որ այդ իր նյութապարտ կինը գնաց, ես իրան ասեցի, մի տարի գոնե, ընդմիջում տուր։ Որ ներքին պլատֆորմա փոխես էլի, այդ մի տարի օգտագործի հոգևոր զարգացման համար նոր ամուսնացի։ Ինք ասեց, ես մի օր մատաջրաչի չեմ կարող, տան մեջ մնամ մենակ։ Ոստի չեմ կարող։ Ու հապճե պապուստացավ։ Ու այդ կինը իրան նոր է։ Հասկացաք, չէ՞։ Այսինքն մարդ այդ մենակ մնալը ինքը մարդը պիտի այդ որակ ունենա, իր համար հոգևորը պիտի այդքան հետաքրքիր լինի, հասկանում եք, որ ինքը հակառակը էլի, դեղայնանա, երբ որ իրան բան են անում, ատլիկայդ, շեղնում են, չէ՞, հասկանում եք, հիմա, տեսեք ասիքը, և հոգևոր ուսուցիչը, չէ, իրական հոգևոր ուսուցիչը ինքը այն ազնվորությունն է, որը այդ իլյուզիաներից դուրս է կացավ։ Այսինքն եթե մենք այդ շփումը չունենք, դրա համար ես միշտ ասում եմ, եթե ասենք այսպես շփման մեջ, չէ, ինչ-որ բաներ ձեր դուր չի գալիս, կամ ինչ-որ բաներից կոտրվում եք, մեկը կոպտեց, մյուսը չգիտեմ ինչ արեց, մեկը ժամանակին ինչ-որ մի բան չնկատեց, իսի մեջ այդ մանրուքները, գիտեք ինչ, մենք հարց տամ, էլի, բաժակը նենց չտալը արժանի է, որ դուք ձեր հոգու փրկության ճանապարհը վրա թքեք գնաք։ Այս բաժակը այդքան կա։ Ուրեմն այդ ձևը որն է, որ դու ոչ թե թքում ես գնում ես, այլ միանգամից վազում ես գրքերի մոտ։ Հա՞, որտեղ այնտեղ է տրված մաքուր հոգևոր կյանքը։ Այստեղ դու տեսնում ես այդ մաքուր գիտելիքի անկատար կատարելու բան։ Ու ես միշտ ասում եմ, այդքան լավ ես, սրա նրան անուն կրծնող ես, դե դու դին ու եսի մաքուր արա։ Մենք էլ քեզանից օրինակ վերցնենք։ Դու եղի առաջինը, եթե իրոք էտես էլի։ Բայց միշտ պլատֆորման որն է, որ մենակ ես իրավունք ունեմ, կոպտեմ, մենակ ես իրավունք ունեմ, սխալվեմ, մենակ ես իրավունք ունեմ, ոնց ուզում եմ ինձի պահեմ, մնացածը պետք է բոլորը իրաց մաքուր նվիրալների պես պահեն, ոստ է, են էլի իմ հետ, հասկացար, չէ, այդ սանց էգոների խաղեր են, ու դրանք բոլորը խոսում են նրա մասին, որ մարդը ինքը հասուն վիճակում չի եկել, էլի այդ է, Կալիուգան ինքը մեծ առավելություն ունի, որ բոլորի հանդեպ ողորմած է, բայց էդի հենց համեն իրա ամենամեծ թուլությունն է, որովհետև գալիս են հոգևոր կյանքի անձնավորություններ, որոնք իրանք
լուրջ չեն այդ կյանքում։ Հասկացաք։ 90%-ը գալիս է այն տրամադրությամբ, որ ինքը ադալժենյա է անում հոգևոր կյանքին նոր եկավ։ Ինչ իրան այստեղ քարոզողները շատ էին քննտրում։ Հասկանում եք, այդ փնտրողները իրանք շատ քիչ են։ Բայց փրկության կարիք ունեցողները ահռելի քանակություն են։ Ու դրա համար Աստված ինքը այս դարաշրջանում ողորմածությամբ է գալի։ Ողորմածությամբ պետք է միշտ նշանակում է, քեզ տալիս են մի բան, որին դու արժանի չես։ Ու մեկ տարիներ է անցնում, մարդը ինքը մեկը չի գիտակցում, որ ինքը մի բանի մեջ է, որին ինքը երբեք արժանի չի եղել։ Ու մինչև վերջը պոչ խաղացնելով է զբաղվում այդ ամեն ինչով։ Տիպը դուք պիտի իմ հետևից վազեք, որ ես հոգևոր զարգացում ունենամ։ Տենց չի աշխատում։ Եթե աշխատում է առաջին մի քանի ամիսը, ու всё։ Հետո դու կամ կողորոշվում ես, որ քեզ քո հոգևոր կյանքը պետք է, կամ ոչ։ Վերջ։ Հասկանում եք, չէ՞։ Ուրեմն այս գաղափարը ինքը մաքուր վիճակում ենք վերցնում։ Հոգևոր կյանքի համար շատ կարևոր է ունենալ իրական հոգևոր ուսուցիչ։ Եվ իհարկե կան անձնավորություններ, որոնք իրանք գրքեր են թողել, իրանք եղել են մաքուր, ու իրանք գրքեր են թողել։ Ու այդի այն ակրոբատները ցիրկու, որ բաներով տուրնիկներով անում են, տակը բան են, չէ՞, սետկա են, չէ՞ կարում։ Այդի իրանք մեր այդ սետկան են, որ հենց որ մի բանը չստացվեց, փոխվեցիր, ընկար, ըտե իրանց մոտ պիտի ընկնես, որ իրանք քեզ բարձրացնեն։ Հասկանում եք։ Օրինակ իմ կյանքում այդպիսի դեպք եղել է, երբ որ շփումները ինձ այնքան էին հոգնածրել, երբ որ ես այսպես просто ասի всё, с меня хватит, ես просто այս process-ը չեմ ուզում։ Սաղոված այսինքն հավաքել ճապա, մապա, գիրք, просто գնացեք ոչ մեկի չեմ ուզում։ Հա? Ու փակվել է իմ տանը։ Ուսած բանպես ման էի գալի ամբողջ օրը սենյակի մեջ, որտեղ չգիտեի, բա ինչով զբաղացնեմ իմ կյանքը, որտեղ ես հասկանում էի, ես բանականության մակարդակի վրա հասկանում էի, որ սրանից ավելի լուսավոր, սրանից ավելի խորը բան ես չեմ կարողանալու գտնել։ Իսկ ես այն մարդը չեմ, էլի, որ կյանքի նպատակ չունենամ, ես իմանամ, ես ինչի համար եմ ապրում, ինչ պիտի անեմ։ Ուսած քիչպես ման էի գալիս, չէի կարողանում, այս հասկանում էի, որ առանց դրա չեմ կարող, բայց ինչպես որ հիշում էի այդ մարդկանց, ասում էի, всё, չեմ ուզում։ Պարզ։ Ու գիտեք ինչ եղավ։ Նվիրալներից մեկը ինքը սկսեց ինձ զանգել։ Ես միշտ իմ աշակերտներին պատմում եմ էդի։ Աղջի ջան, ես գիտեմ, ոչ մեկի սերեսը չես ուզում տեսնես, խնդրում եմ, էլի բան, ես մի հատ նվեր ունեմ, էլի, դաժե ձեր տուն չեմ ուզում գալ, մի հատ 5-2 րոպեով դուրս արի կանգ ես մի հատ բան ունեմ քեզ նվիրելու, էդի նվիրեմ ու գնամ։ Ես կոպտում էի ռախոսը դնում, կոպտում էի դնում, բայց ասենց համառորեն, մինչև նա ինքը չի կարողանում բացատրի, ինչի է տենց համառորեն զանգում։ Որտեղ ինքն էլ նայեցա, իրա մի հատ պշտ ասես, էլ չի բարել։ Հասկացաք։ Մեջը գնացի, համոզեց, գնացի, այս թղթի մեջ բացատած բանտիկով, ջնը բան տվեց, տանա, բուկվալն ասես, գցեցի անկողնուս վրա, չայնացած։ Հետո, ասես, գնում գալիս, նայում էի բանտիկին։ Ու վերջը բացեցի, տեսա, իմ հոգևոր նոր որ երկում էինք վակցինի տակուր, հիմա որ նայում ենք, չէ, այդ ազնվորության գիրքն էր, որտեղ ինքը գովերքում էր աղոթքը։ Այսինքն դաժե երբ որ ես այդ բատուտից հրաժարվեցի, բատուտը եկավ կանգնեց իմ ոտքերի տակ, ասենց մի հատ ստեղ ընկի, հա? Ու մի օր հետո իմ կյանքում ամեն ինչ լավ էր։ Հա, ու իմ հոգևոր կյանքը ինքը անկախացավ այդ մարդկանցից։ Всё։ Հասկանում եք, չէ՞։ Այսինքն միշտ ճիշտը դա է։ Գնալ դեպի, եթե մարդ ունեք, որին համարում եք մաքուր նվիրալ, լսել իր դասախոսությունները, կարդալ գրքերը, այնտեղ գնալ, այսինքն այնտեղ ովքեր քեզ բարձրացնում են։ Հոգևոր մարդիկ իրանք միշտ մի հատ սխալ են անում, եւ որ իրանք նեղացած են մնում, իրանք գնում են նրանց մոտ, ովքեր նեղացած են։
Հա, այնտեղ մաֆիա են սարքում լեղացածների։ Ուսուցում են քննարկել թերությունները։ Երբ որ իրանք թերություններն են քննարկում, իրանք ավելի են ընկնում, ավելի են ընկնում, ավելի են ընկնում։ Հա, ուրեմն երբ որ դուք ինչ-որ մի բանից նեղացել եք, կամ չգիտեմ, ինչ եք լենացել եք, ինչ ուզում եք եղել եք, ինչ-որ մի բանը նենց չի, գնում եք դեպի նրանց, ովքեր որ մաքուր են։ Այդ ոչ թե գնում եք նրանց մոտ, ովքեր տեղից է ցեղի մեջ են։ Իրանց ծնողները կարեկցիոն գտնեն, они меня поймут։ Հասկանում ես, չէ, հա, ես էլ եմ մեկնում բան ասել, տեսա, չէ, ինչ պայլանդակն է։ Դա ոչ մի բան չտվող բան է, միայն կործանողը։ Ու այս սկզբունքը ինքը շատ կարևոր է։ Уходить к чистым։ Հա։ Ոդի սկզբում հա, տենց ինչ էր ասում Պրաբհադը մի հատ լավ օրինակ էր բերում, ինքը ասում էր դեղնախտով հիվանդին շաքարով են բուժում, շաքարը միշտ սկզբում իր համար դառն է։ Բայց 2 րոպե հետո ինքը մտնում է այդ համի մեջ։ Հա, ես էլ որ բացեցի այդ գիրքը կարդում էի, ասում եմ, բան դա են աղոթքը ինքս այնպես ասում եմ, դե գիտենք էնի զզվցի բան, ուզում եք գցեին, ինքը պահում էր չէր թողնում գցեմ։ Հա, այդ ինչքան որ ես ինձ կոնտակտի մեջ պահեցի իր հետ, այդ ամեն ինչը կրակի պես վառվեց, տորեց, դառավ մոխիր, մնաց մաքուր հոգևոր կյանք։ Մեկ սա շատ կարևոր սկզբունք է, այսինքն ինչ որ բաներ կան էլի, որ հոգևորի մեջ մտնելուց առաջ մարդը ինքը պիտի իմանա, հա։ Ուրեմն երկրորդը գաղափարը դա այն է, որ մենք պետք է հասկանանք, որ իրականում բոլոր իլյուզիաներից, որ կենդանիակը ինքը ունի, ինքը կարող է ազատվի դանդաղ կամ արագ, եւ արագ ազատվելը ինքը մի հատ գործոնից է կախված։ Որ մարդը ինքը մի կողմ է դնում ազատվելու ձգտումից ու զբաղվում է ծառայությամբ։ Եթե գիտեք ինչին է նման, ոնց որ ասենք հեռու բոլորիցս, ենթադրեք ինչ-որ մի հատ հիվանդություն ունեք, որը ցավապատճառ է։ Ու պես սկզբում ասում են, այս ինչ դեղը խմի, որ լավանաս։ Ու ասենք, օրինակ այդ դեղը նենց է, որ ինքը ասում են մի 10 օրվա մեջ կսկսի ազդել։ Իմ պապիկը տենց մահացավ։ Ինքը ինսուլտ էր ստացել, իրեն դեղորայք էին գրել, որ ասենք բազա չէ, ինքը երկար ժամանակ խմի, որ վերականգնվի։ Ինքը մի օր խմում էր, երկրորդ օրը 10 էի գցում էր այն կողմ։ Այն պապիկը ինքն այն տիպը չէր, էլի որ կարողանա իր բան պարտադրել։ Չէ, ու վсё, որ չէ, ու չէ։ Ասում ենք ինչի բայց, ասում են օգուտ չի տալի։ Այդ պապը ջան, մի օրում մի հատ խմելով ոնց կարող օգուտ տա, չի տալի ու վсё։ Չէ՞։ Ուրեմն հիմա, երբ որ կենդանիակը ինքը գալիս է հոգևոր կյանք, չէ, ինքը հիվանդ վիճակում է։ Մենք պետք է հասկանանք, որ այն, որ մենք մտածում ենք, որ այս աշխարհը մեր տեղն է, որ մենք այս մարմինն ենք, բան էդի գալիս, էդի կոչվում է մեր հիվանդությունը, մենք իլյուզիայի մեջ ենք։ Իրականում սա հոգևոր աշխարհի գժանոցն է։ Հասկանում եք, որ մենք հասկանանք, թե մենք ինչ վիճակում ենք հոգևոր տեսանկյունից։ Ես օրինակ այդ փորձը արել մոտիկ մակրոն սովետի ժամանակ խնդրեցինք մեզ մի հատ տարավ բժանոց։ Որ պրոստը սենց նայենք մարդկանց։ Մեկ այնտեղ նստած յաչայինիկ, չգիտեմ, այլ մյուսը իր համար Նապոլեոն է, այլ մյուսը աղջկա հետ է խոսում է, մյուսը չգիտեմ ինչի հետ է, բա հասկացաք, ու ես այդտեղից այդ իրականացման դուրս եկա։ Որ երբ որ ինձ ասում են դու իլյուզիայի մեջ ես, ոնց այն գիժը ինքը վստահ չէ։ Ասենք մարդկանց հետ է խոսում եք, բոլոր մարդկանց ինքը տեսնում է, չէ, որ խոսում է։ Հասկանում եք, մենք այդ նույն վիճակի մեջ ենք։ Ու երբ որ գալիս է հոգևոր ուսուցիչը, գալիս է բանը իրանք այդ են օյաղների աշխարհից են, որ գալիս են փորձում են մեզ բան անեն, էլի,
Շեղվի, ծախսետի կոնը չի вообще, ես եմ քո աղջիկը, ես եմ քո մաման, ես եմ քո եղբայրը, չէ՞, փորձում են իրան հիշացնել, որ բերեն էս իրականություն, չէ՞, դի դվայնո իլյուզիայի մեջ են, էլի, հասկացաք, հիմա այդ չիպիզացիան են, չէ՞, ուզում են դվայնո իլյուզիան սարքեն, հասկանում եք, չէ՞, եւ այդ, որ մեզ ասում են, որ մենք իլյուզիայի մեջ ենք, չէ՞, այլ որպեսզի մենք այդ դրանից բուժվենք, մենք պիտի վերականգնենք մեր Աստծուն ծառայելու սովորությունը։ Հա? Ուրեմն մարդը ինքը, որ գալիս է հոգևոր կյանք, չէ, ինքը միշտ սենց է մտածում. առաջ թող Աստված ինձ տառապանքից ազատի, հետո ես կորոշեմ ծառայեմ թե չէ։ Ինքը առաջի հերթին իր խնդրի լուծումն է սպասում։ Հա? Բայց Թակուր ինքը ասում է, այդ սխալ է։ Դու պիտի առաջի հերթին սկսես Աստծո հետ ճիշտ հարաբերություններ կառուցել, այսինքն ծառայել։ Եվ որ դու դա անում ես, այն մնացածը, դու քո տաբլետկան ես խմում ճիշտ, այն մնացածը ինքն իրան բուժվում է։ Այդ հարցերը ինքն իրան լուծվում են, հասկացաք, չէ՞։ Այսինքն ինչ դա խանգարում էլի, որ կենթանիակը դեռ չփոխված, դեռ ոչ մի բան չարած, ինքը սպասում է, որ եթե ինքը մի անգամ եկավ ստեղ երկեց կամ մի անգամ Աստծուն երկու ծաղիկ առաջարկեց, ուրեմն իր բոլոր հարցերը տեղում լուծվեն, որ ինքը համոզվի, որ Աստված կա։ Այդ դրա համար է կարևոր, որ դու սկզբում պիտի հասկանաս, որ ինքը կա։ Պիտի հասկանաս, թե քո տառապանքները որտեղից են գալի, հա? Ու պրոստը պիտի սկսես իր հետ հարաբերություններ կառուցել։ Չես կարողանում իրան ծառայես, որտեղ մարդիկ կան, որ ասենք իրանց համար պարտադիր է, որ իրանք տեսնելով են ծառայում։ Ծառայում ես հոգևոր ուսուցչի։ Ծառայում ես ոչ թե նրանով, որ իր համար դաչա ես առնում, չէ։ Ծառայում ես իրան գիտելիքը ուսումնասիրելով։ Դա ամենաբան ծառայությունն է։ Այսինքն հոգևոր ծառայությունն է։ Հասկանում եք, որ դուք, ասենք, որ աշակերտը ինքը բան ուսումնասիրում է իր հոգևոր ուսուցչի գիտելիքը։ Հասկանում եք։ Ասենք ես չգիտեմ, էլի, դուք նկատում եք, թե դուք չեք նկատում, ես вообще ինչքան եմ սիրում Բացիրոնով Թակուրի գիտելիքը, ես սիրում եմ իմ հոգևոր ուսուցչի գիտելիքը, այսպես 100 անգամ կարամ նույն հավեսով ամեն ինչը պատմեմ, հասկանում եք, այդ շատ կարևոր բան է, որտեղ երբ որ դուք այդ ուսումնասիրում եք, երբ որ ձեզ այդ գաղափարները ընկալում եք, իրանց ձեզ որդեգրում եք, վերցնում եք, դա է, որ ձեզ առաջատան։ Եվ դա հայտարարված է առաջին նվիրված ծառայությունը, լսել, երկրորդը կրկնել, երրորդը հիշել, չորրորդը այն օր երկրպագել, այն նոր ինչ-որ մի բան անել այդ անձնավորության համար, բայց ամենակարևորը դա լսելը, կրկնելն ու հիշելն է։ Հա, իհարկե, մինիմալ օգուտ կարելի է ստանալ, եթե դու вообще չես լսում, գիտելիքը ընդհանրապես չես կիրառում, հա, ու բան ես անում։ Այսինքն, իրան օգնում ես, աջակցում ես, չգիտեմ, ինչ-որ նյութական բաներ ես անում իր համար։ Հա, դե չի որ դա Աստված հաշվի չի առնում, հաշվի առնում է։ Բայց ամենակարևորը ինքը լսելով է սկսվում։ Այդ հրաշքը, որ դու սկսում ես իլյուզիայից դուրս գալ, հասկանում եք, ինքը լսելով է սկսվում։ Հիմա, այդ է, խնդիրը այդ դա է, որ եթե դու չես կարողանում լսես, հա, այդ է, որ ասում են հոգևոր ուսուցչին երկու ծառայության ձև կա, իր գիտելիքին ու իր մարմնին, հա, ուրեմն, հիմա, եթե դու անկեղծ ուզում ես իր գիտելիքը ընկալես, բայց չես կարողանում, դա երկու բան է նշանակում։ Ամենաառաջինը նշանակում է, որ կարող է ինքը չի քո հոգևոր ուսուցիչը։ Հա, այսինքն ինքը այն ազնվորությունը չի, որ այդպես ոնց որ ինքն է գիտելիքը տալիս, քո համար դա հրապուրելի է։ Չէ՞։ Տեսեք, մենք Բhagavatam ենք, չէ՞, ձեզ հետ ուսումնասիրում, այնտեղ շատ հետաքրքիր էպիզոդ կա, չէ՞։ Վյասադևան ինքը պատմեց Bhagavatam-ը Շուկադեվա Գոսվամի, իսկ հետո երբ որ նստեց որ գրի, գրեց ոչ թե այն Bhagavatam-ը, որ ինքը պատմել էր Շուկադևային, այլ գրեց այն Bhagavatam-ը, որը Շուկադևան պատմել էր Պարիքշիտին։
Եթե նշանակում որ շուտով գոսվանի պատմածի դա դուրա ավելի շատերեք է։ Հասկանում եք։ Եթե շատ համով մոմենտ է, հասկացանք չէ։ Այդ բանը չէ, առաջերտին դա է նշանակում, որ պրոստը կարող է որ բան, դուք մի հատ, որ գնում եք մի հատ ուրիշի եք ասում։ Մեկ ասեք, այ ոնց որ եք ասում, ես հասկանում եմ։ Չէ՞։ Բայց եթե դուք համոզված եք, որ ձեր դուրը շատ գալիս է, ասենք որ լսում եք, այսպես լավ է, բայց չեք կարողանում հիշել, չէ՞։ Այդ ժամանակ անցնում եք երկրորդ ծառայությանը։ Սկսում եք ծառայել հոգևոր ուսուցչի մարմինին։ Հա, երբ որ դուք ինչ-որ մի բան անում եք իրան արդեն նյութի դաշտում, բացվում է իրան հասկանալու բանը։ Հասկացաք, չէ՞։ Բայց առաջինը, ամենակարևորը, դա հոգևոր ուսուցչի գիտելիքը վերցնելն է։ Պրոստը եթե արդեն զգում եք, որ չեք կարողանում, դա է նշանակում, որ ունյա չկա, էլի, բան, զապաս չկա։ Այդ զապասը միշտ հավաքվում է բան իրան ծառայելու հաշվին։ Այդ զապասը հավաքվում է, դե հոպ դառնում է հասկացողություն։ Ինքը նույն ձևի խոսում է, բայց դուք իրան հասկանում եք։ Հասկացաք։ Ուրեմն սա առաջի գաղափարն է, որ իլյուզիան ինքը արագ է հեռանում, երբ որ մենք ապաստարան ենք հոգևոր ուսուցչի մեջ, հա, ու երկրորդ գաղափարը այդ դա էր, որ իլյուզիայից ազատվելու կամ տառապանքից ազատվելու համար կենթանիակ ինքը պետք է ազատվելու ցանկությունը մի կողմ դնի։ Այսինքն, երբ որ ինքը, ասենք, աստուն ծառայություն է անում, կամ կերակուր առաջարկում, կամ ահոտում է, այսինքն ինչ անում, չէ՞։ Ինքը այդ բանը պետք է իր մեջ բան չանի, որ ինքը կենտրոնացած լինի հոգևորի վրա։ Հասկանում եք։ Այսինքն, երբ որ ինքը օրինակ կերակուր է պատրաստում, որ առաջարկի, չմտածի նրա մասին, որ դե սարքում եմ, ինչ որ իմ դուրս է գալիս, բայց որ բան կուտեի, լավ, արագ տանեմ առաջարկեմ, չէ՞։ Այդ կամպանիան պետք է իմինա հոգևորով զբաղվելու պահին կենթանիակ ինքը լրիվ մոռանա իր բոլոր նյութական բաները, հա։ Բացավ հոգևոր պրակտիկան, կարող է հիշի նորից զբաղվի, բայց հոգևոր պահին, երբ որ ինքը մոռանում է, հա, իրականում հենց այդտեղ է, որ ամեն ինչ արվում է։ Հասկանում եք, իսկ որ կենթանիակ ինքը ասես փեշերից կախված, բայց երբ ես անելու, բա հիմա ես 3 էջ կարդացի, հիմա վերջի Վասայի փսակվելու եմ, թե չեմ փսակվելու, այդ տրամադրությունն է, ինքը շատ այլի փչացնում ամեն ինչը, հասկանում եք, ու տորմուզ անում, հա, այդ իմինը հոգևորի պահին զբաղվել միայն հոգևորով, զբաղվել անկեղծ, ասած հոգով տրվել այդ պրոցեսին, հա, հետո նոր վերադառնալ յութական խնդիրներին, բաղեցին գիրքը, գնացին, հա, ով ասում, էլի, բայց ինքը պահին պետք է ծառայության տրամադրություն լինի, այսինքն հոգևորով պետք է զբաղվել անկեղծ ու տրված, եւ որ այդ արվում է, այն մնացածը ինքն իրան ուրեմն աշխատում է, իհարկե կա այդտեղ մի հատ հարց, որը ես խնդրում եմ, որպեսզի բոլոր նվիրավորները իրանց համար հիշեն, հա, որ կա ճակատագրի ինչ-որ երևույթներ, չէ, որոնք ոչ մի աղոթք չի կարող վերականգնել։ Հասկանում եք։ Փոփոխություններ են լինում միայն այնտեղ, որտեղ որ ինչ-որ մի բան հնարավոր է։ Ոնց ասեմ, կոպիտ ասած, ես միշտ մի բան եմ ասում, օրինակ կարող է ես ուզում եմ աչքերս կապույտ լինի։ Եթե ես ծնվել եմ մուգ աչքերով, ինչքան ուզում եմ մատրակրկնեմ, աչքերս չի կապտելու։ Մաքսիմում ինչ-որ լինելու է, գիտնականները, տեխնոլոգիաներ են անելու եւ վաճառվելու են կապույտ աչքերի լինզաներ։ Հա, դիր ձեր տապի, որ աչքերդ կապույտ է։ Ինչ-որ բաներ կա, չէ, որը ինքը չի փոխվելու ենթակա չի։ Այլ որ մենք զգում ենք, որ դա փոխվելու ենթակա չի, այդ դրա հանդեպ ողբով հոգևոր կյանքով զբաղվելը,
Դա ամենասխալ բանն է, որտեղ առաջի բանը որ մենք դե հասկանանք, որ դա էնն է, որ այն ամեն ինչը ինչ որ ունենք, մենք էդի վաստակենք։ Անում ենք։ Եվ այն ինչ որ հնարավոր է որ վերանա, ինքը վերանում է։ Ինչ որ հնարավոր է որ վերափոխվի, ինքը վերափոխվում է։ Հասկանում եք։ Որտեղ ասենք շատ հարցեր կա, էլի, որ իրանք բաներ են, մի քիչ ցավոտ թեմաներ են, չէ՞ որ չեմ ուզում, էլի դեռ կապեմ, շատերը պատրաստ չեն, բայց այո, իհարկե, նախապես մենք պետք է հասկանանք, որ ինչ-որ ցանկություններ կան, որոնք կատարել ուղղակի հնարավոր չի։ Ու մարդը ինքը պետք է այնքան անկեղծություն ունենա, հասկանում եք, որ իզու տեղը ոչ աստծուն բանանի էլի, անհանգստացնի այդ թեմայով, հա, ասենք, օրինակի համար ասենք, հեռու տնից տեղից, չգիտեմ, գնացել եմ պատերազմ, թևս կտրել են, հիմա աղոթի, մի աղոթի, թևը չի աճելու, չէ, մաքսիմում ինչ որ կարող ալնի, կարող է լավ պրոթեզ ձեռք բերես, չէ, նիչիմում ոչ, այ աղոթել պրոթեզի համար, էդի ռազումն է, աղոթել, որ ձեռը աճի, էդի հնարավոր չի, հասկանում եք, նյութական աշխարհը ինքը ունի ինչ-որ իր օրենքներ, նյութական աշխարհում ինչ-որ բաներ կա, որը եթե տեղի ունեցավ, չէ, ով ուզում է եղի, ով ուզում է եղի, դու այդ ազդեցությունը կրում ես, Որտեղ մարդիկ կան, որոնք իրանք մտածում են, որ օրինակ ասեմ, եթե մարդը ինքը օրինակ մաքրուտ նվիրյալ է, ինքը որ թույն խմի, պիտի չմեռնի։ Չէ, բայց թույնը դա քիմիական ռեակցիա է, որը ինքը ոչ մի կապ չունի կենդանեակի հոգևոր մակարդակի հետ։ Հասկանում եք, ինչ բաներ կա, որ պիտի սկաֆ գիտակցվի, էլի, չէ, այդ տենց բաներ, ոնց որ ասենք ես միշտ ամուսնության թեման եմ քննարկում, որ շատ մարդիկ կան, էլի, որ ասենք այդ խնդիրն են հատկապես ուզում լուծել, Աստված ինքը միշտ մի բան է առաջարկում, հասկացի ինչի դու դա չունես, փոխի քո մեջ այն ինչի պատճառով որ չունես, ու կունենաս, Որտեղ այդ բանացեքը ինքը բացարձակ ճշմարտությունն է, այն ինչ մենք կանք հիմա, մենք արժանի ենք այն իրականությանը, որը ունենք, ուզում ես փոխվի իրականությունը, փոխի քեզ, առաջին հերթին, այսօր ես կանեմ, երևի այդքան էլ հետաքրքիր չէր, հա, Եվ բոլոր նրանց, ովքեր սկսում են իրանց հոգևոր ճանապարհը, ես խնդրում եմ, որ հաշվի առնեք այն ամեն ինչ, ինչ որ մենք այսօր քննարկեցինք, որտեղ իրականում շատ կարևոր է, որ հենց ամենասկզբից մեր հոգևոր կյանքը ինքը անկախ լինի ուրիշի թերություններից։ Հոգևորը զբաղվելու ինտելեկտուալ